Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Եթե կա ինչ-որ մի հայ, որ այս 8 տարիների ընթացքում իր համար առավոտը բարի է բացվել, ուրեմն կարող է արյան անալիզ տա եւ ստուգի տեսնի ընդհանրապես ինքը հայ է, թե հայ չէ։ Որտեւ 2018 թվականից այս անձը, որ օտար վտանգավոր ուժերի կողմից կարողացավ ստանալ կամ վերցնել, չգիտեմ ինչ անել իշխանությունը, այդ օրվանից ոչ մի բարի օր չի բացվել մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։ Մենք միայն ունենք տապալված երկիր, հայրենիքի կործանված մի մեծ հատված, խառապատկված մեծացած եռաբլուր, ողբերգության մեջ ապրող մեր ժողովրդի մի հատված, որդի զավակ հայր են կորցրել, հայրենիք են կորցրել եւ շարունակում են կորցնել։ Ազգակործանը բերել է 3 պատերազմ եւ 3 նորություն չէր, ըստ էության, այդ կար 3 ազդարարեց նոր ահաբեկչության մասին։ 2018 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալում էին, ազգի 99%-ը էլիտայի հետ միասին հրճվանքի մեջ էին, երբ որ այս տականքակույտը գալիս էր իշխանության, ազգի մեծ մասը դրսում եւ ներսում ոգևորության մեջ էին, բացառություն երևի 1-2%, ես ճիշտ ասած չեմ ուզում ասեմ, որ շատ խելոք եմ եղել, ես ուղղակի մոտ զգացական բան կար, որ սարսափելի աղետ է, հիշում եմ մեքենան վարելով գնում էի եւ զգում էի արյուն, ոչ մի բան չեմ չափազանցնում։ Այդ զգացողությունը ուներ իմ գործընկեր Արմինե Օհանյանը եւ երևի մի քանի հոգի, Ռազմիկ Դավոյան, Ալվարդ Պետրոսյան, մի քանի լուրջ մտավորականներ։ Մյուս հատվածը, քաղաքական հատվածը, խայտարակություն, էլիտան, ծայրից ծայր, հետո ողջունեցին բոլորը, սա մի հատ բառ էին գտել, որ ժողովրդի, այո, Աղվան Վարդանյանը իր բարձունքի վրա էր, զգուշացրեց, ես կարծում եմ, որ ապագայում Աստված, եթե դա Հայաստան լինի կամ հայ ժողովուրդ լինի այստեղ, հաստատ թանգարան է բացվելու եւ այդտեղ պիտի այդ ելույթը լինի, ինչպես նաեւ այսօրվա ելույթը, էլի փայլուն խոսեց, մենք քիչ հետո կցուցադրենք 2018 թվականին, էլի ոչ թե որտեվ տենց շատ խորը գիտակցում հասկանում էի, այս զգում էի, որ այդպես է, ես եւ Գառնիկ Իսագուլյանը, որտեվ հիշում եմ եթերում մենք բաղավում ենք եւ դրա մասին ասում ենք, երբ որ ձերբակալեցին երկրորդ նախագահին, ես բղավում էի, որ Արցախ է տալու։ Այսօր առավոտյան մտել են Ռոբերտ Քոչարյանի տուն, երկրորդ նախագահի որդիներին, մեկը պատգամավոր է, ամենայն հավանականությամբ կմտնեն ազգային ժողով, այդ իրավունքն է կստանան, ուղարկեցին քննչականը, որոշեց, որ եւ Ռոբերտ Քոչարյանի վատացել է քննչականում Ռոբերտ Քոչարյանը, Նա որոշում կայացրեց, որ իր մի որդուն եւ իրեն, որ կալանքը որպես խափանումչոր դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազոհություն վատացել է, ինչի պատճառով հրաժարվել է, Դրա մասին է խոսում հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է, որ կալանքը որպես խափանման միջոց դատարանի միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտաբ ուժօգնություն, արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում եւ հետազոտության նպատակով վերջինս տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։ Մինչեւ այս պահը այդ խոզարկությունը շարունակվում է, տաներն են մտել Ռոբերտ Քոչարյանի որդիների, չգիտեմ իրենց հետ կապ ունեցող թե կապ չունեցող ինչ որ կառույցներ են մտել եւ միամիտ չպետք է լինել, մտածել, որ քանի որ Լևոն Քոչարյանը իրեն ասեց, որ մեզ էլ ասում են այդ պիղծ մարդուն ինչի չեք
հեռացնում, դրա համար զայրացավ, իսկ դուք գիտեք, որ ինքը դերասան է, կապիկություն անել ինքը գիտի, ինքը երբ որ սուտ է խոսում, երբ որ կեղծում է, երբ որ դավաճանում է, հանձնում է ինքը հատուկ այտենց Նիկոլը հիստերիայի մեջ է ընկնում, հատուկ այդ բանի մեջ է աղմկում է, բղավում է, վիրավորում է, հիստերիկ բաներ, որպեսզի բուն էությունից շեղի մարդկանց։ Իսկ բուն էությունը որն է։ Ինչպես որ միամիտներին թվում էր, որ Գագիկ Ծառուկյանը, քանի որ մասնակցեց ընտրությունների եւ ինչ որ արժույթների վանդակ բան ասեց, դրա համար Գագիկ Ծառուկյանին ձերբակալեց եւ հիմա էլ ինչ որ միամիտների թվում է, որ Լևոն Քոչարյանը, քանի որ ասեց Լևոն Քոչարյանը ասաց, որ իրենց հետ դրսում պիղծ են ասում, ինչ այդ պիղծ մարդուն չեք հեռացնում, դրա համար է զայրացել։ Բայց ամենևին սա թուրքական հստակ ծրագիր է, առաջին փուլը փայլուն ավարտել են, կործանված հայրենիք ունենք Արցախ, Հայաստանի Հանրապետության գլխավոր կարևոր դիրքերն ու բարձունքները հանձնված է թշնամուն, Հայաստանի Հանրապետությունից մեծ հատված հանձնված է, օկուպացված է ադրբեջանցիների, գրավել են ադրբեջանցիների կողմից, եթե Աստված կամենա եւ Հայաստանը լինի, դեռ կբացահայտվի, թե այս խաղաղ պայմաններում, որ ամեն օր 3 Սուրեն Պապիկյանը խոսում է, եւ այդ խոսելու ընթացքում իմանում ենք, որ հերթական զոհը, պարզվում է 37-ամյա մարդ, զինվորական 2 երեխա ունի, 3-րդ երեխային սպասում է եւ ինքնասպանություն է գործում։ Կա մի խելամիտ մարդ, որ կարող է հավատալ սրան։ Կա այդպիսի բան։ Հնարավոր է այդպիսի բան պատկերացնել։ 2 երեխա ունեցող, 3-րդին սպասող մարդը ինքնասպանություն գործի։ Ինչպես որ այն գյուղի, որ մոխրացան Ազատան գյուղի զինվորների մահը, որ այդպես առեղծվածային էր, եւ շատ փորձագետներ ասում են, որ թշնամու թիրախի տակ է եղել եւ մոխրացրել են, հարվածել են, շատ կասկածներ կա շատերի մոտ, որ հիմա էլ այդ մարդիկ բանակում որ այսքան զոհ ունենք, մի մասը իսկապես, քանի որ քրեական էլեմենտը մտել է բանակ, դա է պատճառը, որ սպանում են, ստիպում է, որ ինքնասպանություն գործել, որտեվ ինքնասպանություն ստիպելով վստահաբար կամ հասցնում են, որ նա որ մարդ ինքնասպանություն գործի, եւ մյուս հատվածը ուղղակի ընկնում է թշնամու գնդակից կամ հրթիռներից։ Սրա մասին իհարկե այսօրվա իշխանությունը չի խոսելու, որովհետև այսօրվա իշխանությունը ծրագիր ունի մոլորեցնել հայ ժողովրդին խաղաղություն բառով, իդեպ փայլուն իրենց մոտ ստացվել է 8 տարի շարունակ, բայց վերջին փուլի խաղաղությունը, սիրելի հայրենակիցներ, դա բոլորիդ երեխաներն են, դուք եք, ձեր ընտանիքն է, ձեր տներն են։ Այն որ շատերը տականքակույտը հրճվանքով ասում էր դե Արցախը ինչ, ես էլ մի հատ այնց անասուն ընկերուհի ունեի, ասում էր Արցախը դե մերը չի եղել։ Այդ անասունների կույտը հրճվում էր, որ Արցախը հանձնել են, ասեմ, որ ինքը մոտեցրել է ձեր տներին, ձեր անկողիներին, ձեր դռներին։ Այս փուլը Հայաստանի կործանման մասին է։ Եվ եթե 2018 թվականին դուք չէիք հավատում, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց, նախ Գագիկ Ծառուկյանին էլ ձերբակալեց, որպեսզի նախ խլի ինչ որ ունի եւ չունի եւ որ ապագայում որևէ դիմադրություն չլինի, որովհետեւ Արցախ, հայրենիք, կորուստ, թուրքեր, տնտեսություն, ավեր, այս բոլոր թշնամություն ռուսների մասին, այս բոլոր վտանգների մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը եւ զգուշացնում էր մեզ։ Եվ նաեւ պետք էր խլել իրենից ամեն ինչ։ Դե Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ ասում, ինքը ինքնին դրա կրողն է։ Կանցնի ժամանակ Հայաստանը կամ հայ ժողովուրդը այստեղ կլինեն թե չէ, բայց ես կարծում եմ կլինեն մարդիկ, որ ազնիվ մարդիկ, որ պատմություն կգրեն, եւ այդ պատմության մեջ, ինչպես ասում են, դուք բոլորդ են, որ sense չարությամբ, ատելությամբ լցված եք, հիշեք, Ռոբերտ Քոչարյանի անունը գրվելու է հայոց պատմության մեջ ոսկե տառերով, ուշադիր լսեք։ Ինքը միակն է, որ եղել է երկու հանրապետության նախագահ,
միակն է, ով տեր է կանգնել, հաղթանակ է կերտել, ով ոչ միայն հաղթանակ է կերտել, այլ ինչ է արել, Վազգեն Սարգսյանի հետ միասին հաղթանակին տեր են կանգնել։ Բացի այդ, ինքը այն նախագահն է եղել Հայաստանի Հանրապետության, ում օրոք ցանկացած հայ, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, իր տանը նստած, ունեցել է դրանից հետո աշխատանք, աշխատավարձ եւ միանգամից մեծ ինչ-որ գումարների տեր, ինչպես այն որ դրանից առաջ ձեր տները, ձեր ինչ որ ունեիք, չունեիք, չգիտեք ինչ գրոշներով, կոպեկներով վաճառեիք գնայիք, ինքը երկիրը եւ տնտեսությունը այնպես է հարստացել, ցանկացած այ նստած տեղում հարստացել է։ Ոչ մի բան ոչ է, միայն իր տունը, ասենք եթե արժեր $3000, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դարձավ $100,000։ Այնպես որ հիշեք, կչարախնդակ, ձեր արևին կուրախանակ, անտարբեր կլինեք, այն ինչ որ կատարվում է Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը ինչ ուներ, արդեն տվել է այս հայրենիքին եւ արել է եւ իր արժանի տեղը այն բարձր պատվանդանին ունի, նորից եմ ասում։ Իր անունը ոսկե տառերով գրվելու է։ Հետո ինչ սխալներ թույլ տվեց այս փուլում բան, մենք դրա մասին չենք խոսում։ Ես խոսում եմ այն փուլի մասին, թե ինքը ինչ է արել։ Հիմա սա տարածվում է նաեւ ինչ որ իմաստով Գագիկ Ծառուկյանի վրա, այն իմաստով, որ այն ինչ որ ինքը արել է։ Համենայն դեպս իր գումարների վստահ եմ 80 ինքը ստացել է մի շարք կառույցներ ավերակ, 1000 անգամ եմ ասել։ ՀՀՇ-ն էր ստանում այդպես, բայց ՀՀՇ-ն ծախում ուտում եւ փոշիացնում էր։ ՀՀՇ անդամների 99%-ը ինքը ինչ որ ստացել է, կառուցել եւ շենացրել է, ստեղծել է կամ աշխատատեղեր, սպորտը մի քանի աշճան բարձրացրել է, բերել է մեզ հպարտություն, հաղթանակներ եւ շենացնող մարդ է եղել, այնպես որ ինքն էլ մեծ բան է եւ նաեւ սա տարածում է Ռուբեն Վարդանյանի վրա, այսօր որ դուք գնում եք այդպես վայելում եք այն ամենը ինչ որ ստեղծել է Ռուբեն Վարդանյանը, դա Դիլիջանում կլինի, Տաթևում կլինի, բացի այդ որ համաշխարհային մակարդակով ինքը իր Ավրորան ստեղծեց եւ մի հատ այնպիսի տեղ դրեց Ավրորան, որ այսինքն մենք ցեղասպան ժողովուրդը այլևս ինքն էր ինչ որ բաներ որոշում եւ տալիս, ինքը մեզ բերեց մի հատ բոլորովին նոր արդյունության վրա դրեց։ Այնպես որ ինքն էլ է մնալու այդ պատմության մեջ։ Սա տարածում է նաեւ կալանավորված Սամվել Կարապետյանի վրա, իր անունն էլ է ոսկե տառերով գրվելու, որտեղ երկրորդ այդպիսի բարերարը, որ այդ ծավալի գումար է, բարեգործություն է արել Հայաստանի Հանրապետության համար, չկա։ Հիմա մենք նստած բոլորս իրենցից ենք պահանջում, գուցե եւ նաեւ ճիշտ է, ես սովորաբար զզվանք եմ ապրում միշտ խորհուրդ տվող մարդկանց, որ միշտ տենց պատրաստ եւ միշտ թախտին նստած մարդկանց, որ քննադատում են նրանց, ովքեր որ փորձում են ինչ-որ բան բացատրել, փորձում են պայքարել, փորձում են ինչ-որ բան անել, եւ հատկապես այն չար նախանց մարդկանց, որ իրենց միշտ թվում է, որ ինչ-որ մարդիկ իրենց տեղն են զբաղեցրել։ Այդ տեղը շատ է, եթե դուք իսկապես ուզում եք ինչ-որ տեղ զբաղեցնել, կան չէ՞ ինչ-որ քաղաքական ուժեր, բանա տեղ զբաղեցնում, չկա այդպիսի մի բան, դուք որ ազնիվ գնաք այդ ճանապարհը, հաստատ մնացած ամեն ինչի հնարավորություն կլինի եւ մարդիկ կհավաքվեն ձեր շուրջը, այսինքն դուք միշտ ձեր ոչինչ չանելը, պարազիտ լինելը, Նիկոլին ծախված լինելը, ձեր վախկոտ լինելը, արդարացրել եք նրանով, որ իբր թե այս մարդիկ պետք է անեն, այս մարդիկ զբաղեցրել են եւ այլն եւ այլն։ Բայց հիմնական ասելիքս որն էր, որ հիմա անդադ ասում եմ, այլ ուրիշ բաների մասին եմ խոսում։ 2018 թվականին ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, ես ասում եմ, ես էի ասում եւ Գառնիկ Իսագուլյանը, որ Արցախն են տալու, որովհետեւ 2008 թվականին այս աղետը կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 1-ի աղետը հիմա պիտի ասենք հայաշականները, Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուսները շատ ավելի ազնիվ էին։ Գիտեք, այնպիսի մի այլանդակ մեխանիզմ է արևմուտքը, Սորոսը եւ թուրքերը բանեցնում, որ կարող են ձեզ այնպես են ցանցը գցեին, որ ինչ որ մի փուլից դուք էլ չհասկանայիք, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում, ինչպես հիմա որ Նիկոլիև այդ ամբողջ թիմը այդ թուրքական ցանցի մեջ են։ 2018-ին ձերբակալեցին Արցախը տալու համար, հիմա ձերբակալում են Հայաստանի Հանրապետությունը տալու համար։ Կարող եք միտեղ գրել եւ պահել, որ հետո են զոհված ծնողի նման հայրը, որ եկավ այստեղ եւ ինձ ասեց շատ կաշկանդված, մոլորված, ասեց գիտեք, ես ուզում եմ ձեզ ներողություն խնդրել, որովհետեւ 2019 թվականին ես էլ որդիս էլ անդադ սոցցանցերում ձեզ հայհոյում անպատվում էինք, որովհետեւ ասում եմ ինչու։
Դուք ինչ ճանաչում եք, չէ, ասում որ Նիկոլին բան էր ասում ու պաշտպանում էր, որ ասում էր Արցախատալու զոհեր բան, դրա համար միչև որ հիմա երբի լսում է ինձ, բայց մեկ այլի հուզվում եմ էլի, որ ասում եմ, ասես միչև որ իմ տունը չքանդեց, այդպես էլ ասեց, որդին մահացել էր պատերազմի ժամանակ, ասեց որ միչև իմ տունը չքանդեց եւ այս աղետը չեկավ, ես չհասկացա թե ինքը ով էր։ Երանի այդ աղետն ու այդ ողբը ոչ մեկ չզգա։ Երանի մի օր հասկանանք, սթափվենք, որ ինչ է մեզ սպասում Հայաստանում։ Որտեւ ձեզ թվում էր Արցախը հեռու է, հիմա էլ ձեզ թվում է դա ինչա պատահել նախագահա թող տանեն, ստորացնեն, բանտեն, ինչ, մեզ այդ ոչ մի կապ, ոչ մի նշանակություն չունի։ Գուցե հիմա Սամվել Կարապետյանն էլ է այդպես մտածում, շատ վատ է, շատ ես վստահեցնում եմ, եթե այդպես պահեք առաջին քննադատողը ես եմ լինելու։ Նախ այսօր դուք ինչի ազգային ժողովում չեք ուժեղ Հայաստան, երեք ասենք արհամարել եք ազգակործանին գնացել եք, բայց այսօր պիտի վերադառնայիք, որտեղ աղետալի բան է լինում, իրանք ձեռքերը գցել են երկրորդ նախագահի ընտանիքի վրա, երկրորդ նախագահին, հիմա չասեք ինչ անենք, չէ։ Դա ինստիտուտ է, դա շատ բարձր բան է, մենք խոսում ենք նախագահի մասին, եւ պետք է մտածել, ինչու է ինքը Ինչու չի թիրախավորում օրինակ առաջին նախագահին եւ երրորդ նախագահին, ինչու է անվերջ թիրախավորում երկրորդ նախագահին։ Մտածեք, ինչու։ Ինչն է խնդիրը, ինչով է։ Դուք տեսնում եք, որ 8 տարի շարունակ հալածվում է Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը։ Ուրեմն թշնամին լավ գիտի, չէ՞, ով է ուժեղ տղան այս երկրի։ Թշնամին լավ գիտի, չէ՞, ով կարող է կասեցնել։ Չի ստացվել երկու անգամ, երեք անգամ, բայց դա չէր նշանակում, որ տեսեք, հələ միջև մա իրենք վախոն են, որ կարող է մեկ էլ մի օր ստացվել։ Նախ ինչու այսօր ուժեղ Հայաստանը այդ բոյկոտը ճանապարհ չի, բոյկոտել եք, դուրս եք եկել, գնացեք հիմա մի շարք հարցեր կա եւ ելույթներ կա։ Այլապես դուք խայտարակություն եք լսում եք Սամվել Կարապետյան եւ ձեր թիմը։ Արագ վերադարձեք եւ ազգակործանի երեսին ասեք այն, ինչ որ կա։ Գնացեք եւ իրեն իր համար իր փոխարեն պատիվ պահանջեք, օրինակ, եթե ինքը երեք այդպես լկտիաբար, ցինիկաբար ազգային ժողովում ասում էր հիմա կտանեմ, կալա տեղում հրաման տվեց, այսինքն իրավական որևէ համակարգ չկա այս երկրում, դա է նշանակում, որ անմիջապես գնացեք եւ միանգամից գնացին, դա իրենք արեցին։ Հիմա դուք գնացեք օրինակ իր արժանապատվության համար Ալիևը ասում էր հարբեցող ծաղրածու դահոլի գլուխ է սարքել ու ամբողջ Ադրբեջանը պահանջեք, որ Նիկոլը գնա եւ իր արժանապատվությունը ոնց որ փորձում էր իր արևին, իհարկե դա կապիկություն էր եւ շոու էր, երեք որ արեց, իբրև թե դրանից է հուզված, հուզվող տղա ես, հարբեցող ծաղրածու, ոնց որ ասել է քեզ Ալիևը, հարբեցող ծաղրածու, կամ ոնց որ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ազգակործան պատուհաս, բա հուզվեիր, բան չի չէիր հուզում, որտեվ դու չես հուզում, դու անինքնասեր ես, եթե ինքնասիրություն ունենար, այն ժամանակ կհուզվեիր ու պատասխան կտայր ու մեր ազգի արժանապատվությունը կպահեր, որտեղ ոչ բարոխերով դու վերընկած ես այդտեղ եւ այսպես թե այնպես ներկայացնում ես, ոչ։ Այստեղ հուզվելու, վիրավորվելու արժանապատվության հարց չկա։ Այստեղ կա մեծ գլոբալ խորքային ծրագիր, ինչպես ինքը երեք հայտարարեց Հայաստանի Հանրապետություն, չի լինելու, ես ապշած եմ, որ միջև հիմա չի խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը, ապշելու բան է։ Երեք ինքը վերջին աղբանոցի թուղթ համարեց հռչակագիրը, անկախությունը, Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ 0 նույն մակարդ, նույն թուղթը համարեց, ավելի վատ, բարձ չեմ ուզում ասել Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին եւ շարժման բոլոր անդամներին, հատկապես այս երկուսին, որտեղ մրցակցություն կար, չէ, ասում են գաղափարակիրը Վազգեն Մանուկյանն ա եղել, հետո Լևոն Տեր-Պետրոսյանը եկա, ապշելու բանը Երևանից ձայն չկա։ Ես չգիտեմ, մենք այս ինչի մեջ ենք։ Հիմա պետք է ասեն դուք չպիտի ասեք, բայց ես ուզում եմ հասկանալ, ձեզ երեք մեր ազգի վերջնական ստորացրեց, բայց առաջին հերթին նաև ձեզ, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան։ Ձայն չկա, ել չեմ ասում ՀՀՇ-ն հիմա պետք է սենց եսիմ ինք իրան պատառոտեր, էլի 1000 կտորաներ, թքեց ՀՀՇ-ի վրա, այն որ թքեց ամբողջ ժողովրդի վրա առաջին հերթին, որտեղ ՀՀՇ-ն է, չէ՞ եղել հիմքում։ Թե ՀՀՇ-ն չի եղել։ Չէ, ՀՀՇ-ն է։ Ահա։ Կա ձայն, ինչ որ բան ասում են, Ղարաբաղ կոմիտեն, հետո ՀՀՇ-ն։ Չէ, հիմա կա ինչ որ ձայն, ինչ որ բան ասում են, թե ոչ։ Թարմ չեմ հանդիպել, բայց ամեն դեպքում Տեր-Պետրոսյան, Լևոն Վազգեն Մանուկյան parza նույն հարցության մեջ չէի դնի։ Տեսեք, ահագին ասելու նյութ տվեցիք,
ու մի քանի անգամ ձեր խոսքի մեջ կարմիր թելի պես այդ նյութը անցավ, որին ես էլ էի ցանկանում ի սկզբանե անդրադառնալ, հրճվանքը մեր ժողովրդի մի հատվածի այն հրճվանքը, որ վերջինս ապրում է տեսնելով կատարվողը, կատարվածը, կատարվելիքը եւ համարելով, որ դա իրենց լավ է, դա իրենց օգտին է, դա իրենց վրեժն է եւ վրեժ առայն, որ իրենք լավ չեն ապրել, կա մի խնդիր, որ այդ տեսակ մարդիկ առասարակ երբեք էլ լավ չեն ապրելու, որովհետեւ իրենց վատ ապրելու պատճառը իրենց նախանձն է։ Այն ժողովրդական խոսք է, որ նաև շատ խորը կրոնական իմաստունի, ասում են մարդ ինչ անի, իրան կանի, չէ՞, ու քրիստոնեության դավանաբանությունն էլ այդ թելով է անցնում, որ վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանայիր քո հետ վարվեն, մի դատիր, որտեվ ինչ չափով դատվես դրանով կդատվես։ Հիմա ձեր մեջի նախանձն է պատճառը, որ ձեր կարծիքով դուք լավ չեք ապրում։ Ինչ եմ շեշտում ձեր կարծիքով, որովհետև մարդիկ գիտես 28 հատ տուն 57 հատ ավտո ունեն, բայց իրանց կարծիքով իրանք Քոչարյանի պատճառով կամ Ղարաբաղցիների պատճառով լավ չեն ապրում։ Դե ես տենց օլիգարխ գիտեմ, նախանձում էր Ծառուկյանին, ինչի է Ծառուկյանը եսի ինչի ավելի շատ, Իրանը քիչ եւ հիմա երջանիկա, որ Ծառուկյանը օբյեկտիվորեն այդ մարդը չես կարող ասես, որ վատ է ապրում, եթե ասում եք օլիգարխ է կամ իմացած 28 ավտո 28 տուն 57 ավտո, ուրեմն լավ է ապրում, բայց իր կարծիքով ինքը վատ է ապրում։ Այդ իր կարծիքը ոչ թե օբյեկտիվ իրականությունից է առաջանում, այլ իր ներքին այդ նախանձից, թույնից, մաղձից, իսկ քանի դա կա, ուզում է լինի ղեկավարը, այստեղ Հայաստանը լինի, Թուրքիա լինի, տարբերություն չկա։ Դա է պատճառը, որ այդ մարդիկ անընդհատ, այսպես ասենք, ֆրուստրացիայի մեջ են, իրանց անընդհատ չի հերիքում, իրանց աշկը անընդհատ ուրիշինի վրա է։ Խնդիրը ձեր մեջ փնտրեք, այսքան տեղը։ Բայց հիմա sense որ չստացվի ինչ-որ հոգեբանության կամ քրիստոնեական ինչ-որ դավանաբանության մասին ենք զրուցում, չարիքը այն է, որ այս մարդկանց ներքին արատները, որ ամբողջ աշխարհում կա, այտենց մեծ ժողովուրդ չկա, որ սուրբ լինի, բայց քիչ տեղեր կան եւ ցավոք Հայաստանը այդ քիչ տեղերից մեկն է, որտեղ քաղաքական տեխնոլոգիաները աշխատում են այնպես, որ այս մարդկանց արատները դարձնեն քաղաքական գործիք, դարձնեն զենք, այսինքն մարդկանց այդ չարությունը նախանձը այնպես փաթեթավորեն, այնպիսի մի հատ քաղաքական զենք ստանան, որ այդ զենքով մի ամբողջ երկիր են վարի տալիս 8 տարիա։ Տալիս են հələ երկիրը կիսատ պռատ հաշմանդամ վիճակում կա, բայց տալիս են, չէ, վարի են տալիս։ Թե չէ տպավորություն չեմ ուզում ստեղծվի, ես ասում եմ այ հայության մեջ կա sense մի հատ նախանձ հատված, իսկ չգիտեմ, այն երկրները, որոնք ուժեղ են, ասենք Ամերիկա, Հնդկաստան, ես իմ չգիտեմ, բան, Եգիպտոս, այդտեղ մարդիկ սուրբ են, չէ, մարդիկ ամենտեղ են նույն ձև։ Ամենտեղ, մի մասը բարի է, մի մասը չար է, մի մասը նախանձ է, մի մասը խոնար է, հեզ է, բայց ցավոք մեր երկրում էլի տենց երկրներ կան կիսակործանված վիճակում, որպես կանոն արևմուտքի ցանցերի կողմից։ Ու դա նույն մեխանիզմով է աշխատում։ Ուղղակի իրան գալիս են այդ բոլորի չարամտությունները, մեր ժողովրդական լեզվով ասած աբիժնիկությունը, նախանձը, մեկ էլ հոպ, ասես նայում ես, ասում ես, այս կուսակցությանը օրինակ իշխող, ի՞նչն է միավորում։ Նայում ես, տղամարդ էլ կա, կին էլ կա, բան էլ, էս էլ կա, այն էլ կա, մասնագիտությունները տարբեր են, սեռերը տարբեր են, աշխարհությունը տարբեր է, դու դաժե ազատամարտիկ կա, չէ՞, մեջները երկրապահ կա, ասես նայում ես, չես հասկանում, լավ, այս մարդկանց ի՞նչն է միավորում, մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ այս այդ բանն է միավորում։ Այդ նախանձը, այդ թույնը, այդ ատելությունը նորմալ չի, երբ որ քաղաքական ուժը, առավել ևս իշխող ուժը դրա շուրջ է կառուցված, որտեվ չի կարա նախանձը լինի գաղափարախոսություն, դասակարգային ինչ-որ բան, ասենք կարա լինի ֆերմերների կուսակցություն, բայց ոչ նախանձների, չբավարարվածների եւ սեփական երկիր հատողների կուսակցություն։ Դա նշանակում է, որ եթե արդեն հասել ենք մի մակարդակի, որ այդ մարդիկ այդ հիմքով միավորվել են քաղաքական կազմակերպության մեջ, դա նշանակում է, որ դա բուծած է։ Դա արհեստականորեն է բուծած, որովհետև նորմալ, եթե թողնես քաղաքական էվոլյուցիայի, նման կուսակցություններ չեն առաջանա։ Ամերիկայում տենց կուսակցություն կա, որի բոլոր հիմնադիրները, բոլոր կարկառուն անդամները զզվեն Ամերիկայից, ասեն, բան ախի Ալյասկան երբ է մեր է եղել, վախտին տարակ խեղճ կայսրուհուն
բանը խապլփորիկ բանարիկ պարկի դիմաց կաշառիկ փողը դրիկ ջեբը, էդի բայց մերն է, այդե ամերիկացի ապրել է, չկա, չէ։ Իսրայելում կան տենց կուսակցություն, չեմ ասում եմ մարդիկ ամենտեղ կան, այնպես մարդիկ կան, Աստված Եվրոպայի կուսակցություն եմ ասում, քաղաքական կազմակերպություն կա Իսրայելում, որ ասի մենք ապօրինի ընդհանրապես բան ենք, պետություն ենք, մենք ցեղասպան ենք, մարդիկ կան, եւ Իսրայելում եւ Իսրայելից դուրս։ Թուրքիայում կա տենց կուսակցություն, որ ասի սա Հայաստանն է։ Իսկ այդտես Հայաստանում կա կուսակցություն, լացելու է, որ ասում է սա Ադրբեջանն է։ Յարաբեդ ոնց եղավ։ Էլ եմ ասում նորմալ քաղաքական էվոլյուցիայով չի կարող նման կազմակերպություն առաջանալ։ Մարդիկ էլ եմ ասում ինչքան ասես։ Այո, Ամերիկայում կան մարդիկ, որ ատում են Ամերիկան, համարում են, որ դա ցեղասպանության վրա հիմնված երկիր է, այդ երկիրը իրանցը չի, բնիկներինն է։ Կա, մարդ ես։ Ամեն տեսակ մարդ էլ կա, բայց ոչ կազմակերպություն։ Որովհետև չի կարա ձևավորվի ով պետք է դա ֆինանսավորի, ով պետք է դրա համար փող տա, ով պետք է դրա համար գնա քվեարկի, բնականորեն չի կարող առաջանալ սեփական երկիրը կառուցած, սեփական երկրի եկեղեցին, սեփական երկրի մի մասը ատողների հավաքական։ Դա ուրեմն դրսից է բուծած։ Եվ բուծածը էլ եմ ասում, այ հիմք ընդունելով այդ բանը, հա, էլի այդ մանրախնդիր, քինախնդիր, նախանձ աբիժնիկությունը։ Իրանք էլ դե արդեն սկսում են ժողովրդի այդ բանը ռեսուրսը քաղել, իրանց դրսից դրա հիման վրա են բուծել, իրանք էլ փորձում են, հələ գոնե բայց իրանց փող են տվել, իրանք հո ժողովրդին փող չեն տալ, իրանք ուղակի միակողմանի շահագործում են ժողովրդի մեջ կուտակված այդ բանը, բայց ի վերջո այդ ժողովուրդն էլ է դժոխ դուրս գալի, հիմա մենք եթե փորձում ենք ինչ-որ բան համոզել, բացատրել, ապա պետք է ասենք, որ սիրելի ժողովուրդ, դուք եթե կարծում եք, որ վատ եք ապրում, դա ձեր նախանձից է։ Բացեք քրիստոնեությանը չեք հավատում, բուդդիզմ կարդացեք, իսլամ կարդացեք, մի բան կարդացեք, էլի։ Բոլոր տեղերը նույն բանն է։ Այդ կողմը այդ տականքն է, որ նախանձ, բայց մյուս կողմը ինքը գիտի, ինքը իրանից բան չի ներկայացնում, եւ եկել է մի խմբակ, որ այդ խմբակի շնորհիվ ինքը այսօր միլիոններ, միլիարդներ է աշխատում։ Այսինքն ինքը լավագույն դեպքում կարող է մեկի տանը, չգիտեմ, ես իմ օգնականներ, չգիտեմ, մակրոհիլներին չլներ, մեկ էլ ազգային ժողովում է հայտնվում, համայնքապետ է դառնում, համայնքապետի չգիտեմ ինչ է դառնում, քաղաքապետ է դառնում, քաղաքապետի, այսինքն նաև կա այդ շերտը, որ այս մասան ինչ որ բան ունի։ Իրանց հետ խոսելը այս պայն անիմաստը դրա մեջ կանք չարա, որովհետև այն ձեր ասած խապված, մոլորված, ապակողնորոշված հատվածին դեռ միգուցե ոչ շատ քիչ եւ այլն, բայց որ շանս կա դարձի վերելով։ Դե ձեր ասած մարդիկ գիտեք հանցակից են դառնում այս ամեն ինչ։ Որովհետև բոլորն են շատ լավ հասկանում։ Դուք ավելի շատ երևի, ես էլ ոմանց մասին ասենք հականե հանվանը գիտենք, որ ռեժիմի մաս է, կապ չունի հիմա ազգային ժողովում է, կառավարությունում է, որտեղ է պատվալում է, ինչ է բուհերում է, որտեղ է, բայց ռեժիմի մաս է, իրենք հասկանում են այս ամեն ինչը ուրա գնում։ Արտաշես Թումանյանը օրինակ որ գնացել էր 8 տարի խորհուրդ էր տալի Նիկոլին, Արտաշես Թումանյանը չգիտեր ինչ է կատարվում։ Այդտենց ապուշ մարդ էր, չէր հասկանում։ Հա, չէ, Իրան այդ բառով կամ են հիշում եք Գյումրու քաղաքապետ էր թե մարզպետ էր բանի Շիրակի հանրապետականից падգամավոր էր, որ գնաց քվեարկեց այնց քվեարկության ժամանակ Նիկոլի օգտին ինչ էր անունը Մարիամ դրա 18 թվին այո Ֆելիքսը հա չէ բոլորն էլ հա հատկապես ինքը ուժային համակարգից էր Արտաշես Թումանյան չէ, այս Արտաշես Թումանյանը միջև հիմա, ասենք հիմա թորներ ունի, թորներին ինքը ասելու է, չէ, որ այս փառքով, պատվով թուրքական ուժերին աջակցեցի, Արցախը զոհաբերեցի, ինքը, գիտեք, բոլոր տականքները բան ունեն, արդարացման բաներ ունեն։ Նայեք, այսօր իրանց արդարացումներից մեկը, իդեպ, այսօր իրանց արդարացումներից մեկը։ Ինչ, օրինակ Արտաշես Թումանյանը կամ Ցոլակը ինչ պիտի Ցոլակյանը ինչ պիտի արդարանա։ Այսօր այդ բոլոր արդարացողների մի արդարացումը գոնե հոդս ցնդեց։ Իրանք ինչով են արդարանում, ընդհանրապես իրանք ուզում են ներկայացնել, որ բոլորը նույնն են, բոլորը վատն են, դե թողեք մենք էլ վատը լինենք։ Ու օրինակ գիտեք, նաև իրանցից է գալիս այդ կառուցությունը։ Հա, իրանք ընդունում են, որ այսինքն ինքը ընդունում է, որ ինքը տականք է։ Բայց բոլորն են տականք, դա իր արդարացումը։ Ըստ այդմ տականքությունը նորմալ է, հա, մոտավորապես։ Ու օրինակ նաև այդ շրջանակներից է գալիս այդ կառուցությունը, որ դե ինչ ընդդիմություն իրար հետ պայմանավորված են, ձեռի տված եւ այլն։ Հիմա տեսեք, այսօր Քոչարյանների հանդեպ ընտանիքի ընդհանրապես հանդեպ բռնաճնշումով այդ փուչիկը եւ դրա հետ sense մի հատ կողքից լծորտված մեկ այլ փուչիկ հոդս ցնդեց։ Փուչիկ առայն, որ ասում են
ախպեր դե ինչ ընդդիմություն իրանց բիզնեսներն են ուզում Այդ նրանք ովքեր որ տակից լավ աշխատում են ԿՊ-ի հետ կամ Մի երեսից մասը, հա։ աշխատում են ԿՊ-ի հետ, որ արդարացնեն իրենց սրիկայությունը, տականքությունը, ասում են դե բոլորն են բանեն, դե բոլորն են, հա։ Հիմա տեսեք, այս մասով օրինակ անձամբ Քոչյանն էլ է ասել, հենց Ռոբերտը, Լևոնն էլ է բազմիցս ասել, որ եթե իրանց մտահոգությունը լիներ բիզնեսները, իդեպ սա Ծառուկյանն էլ է վերաբերվում այս կոնտեքստում։ Ամենահեշտ ճանապարհը, իհարկե ոչ երաշխավորված, բայց դե երաշխավորված ճանապարհ չկա այլ sense ռեժիմների դեպքում, բայց ամենադյուրին ճանապարհը, կարճ, հեշտ ճանապարհը պայմանավորվելն է։ Հիմա այս մարդկանց բիզնեսները արդեն խլելու եզրին են, այսինքն մի քանի տեղ կա պարակնքված, ապլոմբած, ըստ որում նաև ոնց հասկացա իրանց այդ ուղիղ առնչություն չունեցող հաստատություններ, որ տենց էլի, տենց ժողովրդի բանը, իրավապահ համակարգը դարել է տենց ժողովրդական աչքաչափ են, ասում են, հա, այս շենքն էլ է Իրանն էլ է Իրանը, մտել են ինչ-որ լրիվ երրորդ պատահական մարդկանց բաներ, այդ բանի վրա են կենտրոնական բանկի վերևը մի հատ շենք կա, պլոմբել են։ Այսինքն նախերգանքը դրված է բիզնեսներ խլելու։ Հիմա լավ, ասենք Քոչյան Ռոբերտը այդքան միամիտ է այս վերջին ընտրություններին, հենց 5 տարի առաջվան էլ չեմ ասում։ Մասնակցելուց առաջ, ասենք, չէր հասկանում, որ կարա sense լինի, որ այդ ռիսկը կա։ Այսինքն իրականում, գիտեք, մենք հաճախ ենք այս տաղավարում, էլի, հատկապես որ սրտացավությունից ելնելով մենք հաճախ ենք ֆիքսվում բանի վրա, ընդդիմադիր ճակատի արդյունավետության։ Դե որտեւ ի վերջո ոնց որ դա չէ ամենակարևորը, որ հա դե արդյունքը լինի։ Բայց հիմա ես ուրիշ հայեցակետից եմ ուզում նայել, որ այս մարդիկ իրապես են ազգային պայքարի մեջ։ Այ բոլոր նրանք, ովքեր որ փորձում են իրենց անգործությունը, իրենց կոլաբորացիան, пассив կամ ակտիվ էական չի արդարացնել, իրանք են այդ հորինում, որ այդ ցավը տանեմ, գիտես, նա է պայքարում, լավ էլի։ Այդքան Toyota էին ասում, բան կա էլի, տենց աստվածային նախախնամություն, բան տենց հեգնանքով համեմված, այդքան Toyota էին անում, շար էին անում, որ տեսեք, մի քանի անգամ պետպատվերը Toyota-ն է բան արել, հաղթել են, Toyota-ն բան է, սիրտներդ կհովանա երևի, պլոմբված է։ Այսօր մի 5-6 կլիենտ արդեն եկել են մարդիկ փողը ձեռները, որ ավտո առնեն, ասել են չկա, փագա գնացեք տուն։ Ոմանց բան սրտի հովանք։ Մենք օրինակ երբեք այդ թեման չենք անդրադարձել, դա անդրադառնալու բան չի, էլի անդրադառնաս, ինչ անդրադառնաս, բայց այդ Toyota-ն այնքան տենց ֆետիշացվեց, որ խնդրեմ, հիմա Toyota-ն էլ չկա։ Գոնե ոմանց սա կօգնի, որ տենց աշկերները բացվի, հասկանան, որ չէ, այս մարդիկ իրապես բան են, ազգային պայքարի մեջ են։ Հիմա ինչքանով արդյունավետ բան այս պահին այս թեմայի շրջանակներում դա չի ական, բայց դա ձև չի, դա ֆիքսիա չի, դա ինչ-որ բեմադրություն չի։ Եվ ուրեմն եթե իրանք այդքան կարողություն բան ունենալով, որը ոմանց աչքին միլիոնապատիկ ուղղճացված է թվում, մտնում են դրա մեջ, ուրեմն ինչ-որ վտանգ են տենում։ Հարուստի համար ամենահեշտ բանը իր հարստությունը վայելելն է։ Հայ լինի, ուզբեկ լինի, ամերիկացի լինի։ Հա, Սամվել Ալեքսանյանը խելքի չափ խելք չունենք։ Ձևը կգտնեին, էլի։ Օրինակ, այդքան չարչարվել ես, բան ես արել, հեշտ չի մեծ փող աշխատելը, դա բազում ռիսկերի, անկուն գիշերների, էլ չասեմ ուրիշ բաների հետ է կապված։ Ամենաբանը, այն էլ ինչ-որ տարիք է որ գալիս է, ուղղակի նստես բանան ես վայելես։ Մի ուրիշ բան է ինձ հետաքրքրում, Էդգար, երբ որ 18 թվականին, 19-ին բղավում էինք, մեզ էլ անպատվում, վիրավորում, 20-ին պատերազմից հետո ասում են դե ինչ Արցախը կտանք էլի, տանք։ Բայց գուցե մի հատ էս ասեմ, հետո անցնեմ, էլի։ Մենք երբ որ ասում ենք հայրենիք երկիր են տալիս, գուցե տենց ավելի բան պրիմիտիվ պարզունակ բանի վրա պիտի բացատրենք, ասենք օրինակ, չէ, ասենք Արցախից գալիս էր 100 միլիոնի հաց, լսում եք, ուտելու եք։ Սատկում եք դուք ուտելու եք։ Չէ, այդ լավ ճանապարհ չի, ասեն Թուրքիայից կգա։ Այդ դու հայրենիքը սարքում ես այտենց բան, էլի։ Հիմա գիտեք, օրինակ ես նաև ինչը չեմ հավանում, որ ասում են Տիգրանաշենը պետք է չտանք։ Տիգրանաշենով ճանապարհ է անցնում։ Լավ, եթե ճանապարհ չանցներ, մի հատ ներս ընկած գյուղ ելներ։ Հա, պետք է շեշտել, որ այդ թուրքերը դա ուզում են, որ հասնեն ճանապարհին։ Դու ասում ես հայրենիքը, ինքը ասում, հա, դե ի՞նչ է, տանք այդ ինչ կապ ունի, իմ տնից հեռու է ինքը։ Դա քո տունն էլ տանք, չէ, դե պետք է ասես դա բոլորիս տունն է։ Ահա, հիմա Արցախը այդ տունն է նախ։ Հա, այսինքն դու գտնում ես, որ մեկ է, չէ, որտեղ իրանց խաղի կանոնները պետք չէ։ Հացով բացատրես, չի ստացվում։ Չէ, դե կասի դե լավ, դե չի, այն մարդու պես հայտնի, չի։ Հասկացա։ Հիմա ասում ենք առաջ, երբ որ ասում էին Արցախն ենք տալի կամ լավ Սյունիքը տալիս ես իր տնից հեռու է։ Հիմա կոնկրետ Տիգրանաշենն է, գալու են եւ այստեղ սպանեն
գլխատեն, այն ինչ որ սիրում են անեն ադրբեջանցիները 2-3 տարի առաջ էլ, սենց մարդու գլուխը բռնած բարձրացրել են կենթանոնման դանակով կտրում էին։ Տեսել եք, չէ՞, հայերին սենց կանգնած, պարկացած, սենց վիզը կտրելով գնում են։ Ինձ ասում են, «Տես բաներ մի ասա»։ Տեղելա, չէ՞, այդ երեխաներին են 7 տարեկան, 10 տարեկան տենց բռնած ինչ էին անում։ Զինվորներին ծնկի բերած, այս կենթանոնման ինչ էին անում։ Այդ ձեր խաղաղության բերող ադրբեջանցիներն են։ Հիմա սրանց բերում է այստեղ նստացնում է։ Հիմա այն ժամանակ ասում էին տալիս ենք, այդ իմ անասուն միջավայրի, այդ միջավայրի այդ անասուններն էլ, էլի, ասում էին հա դե Արցախը հեռու է, Սյունիքը հեռու է։ Հիմա եկել է, ասենք իրաց բալեքին է հասնում, իր տանն է հասնում։ Հիմա ինչի չեն ստացվում։ Չէ, չի հասնում, որովհետև իրանց տոնը մենակ իրանց տոնն է, որը ցանկացած տայ։ Տիգրան Աշենը հաստատ որ տանիքի վրա այդ անասունները բարձրանա կտեսնե որ հեսա։ Եթե եկավ Տիգրան Աշեն, ինքը սենց գիշերը գալու է, իր քեֆով ու ինչ ուզենա անի։ Ինքը դրանք ասի, ես այն վիդեոյով լանջարով կգնամ։ Պրոբլեմը այն է, որ նայեք, Ղարաբաղում ասենք 120,000 մարդ։ Մի քիչ ավել թող լինի Սյունիքում։ Տիգրան Աշենում չգիտեմ вообще 300 մարդ կա թե չկա, ինձ թվում է ավելի քիչ, փոքր գյուղ է։ Խնդիրը այս մի քիչ կարող ասեն շատ, մի քիչ հիմա թեման ընդարձակվի, բայց պետք է սրան գալ։ Խնդիրը այս աշխարհում вообще տիրապետող եսասիրությունն է, որ մարդուն սարքել են կներեք, էլի ասեմ, հոռոմի տեր են սարքել։ Տպավորությունն է, որ այս աշխարհը յուրաքանչյուրի շուրջ է պատտվում, իմ համար աշխարհը իմ շուրջ է պատտվում, ձեր համար ձեր շուրջ է պատտվում եւ այդպես շարունակ։ Ու ամեն մեկը փորձում է այդ այնց աշխարհը բռնի, պատտտացնի, դանգրադով, sense բանանի, հարմարացնի, իր շուրջ պատտտացնի։ Եվ եթե մենք գալիս ենք այդ եսասիրական բանին, որ մարդը բարձրագույն արժեք է, մարդը ոչ մի կրոնական գիրք բացում ես, այտենց բան գրած չի, ուրիշ բարձրագույն արժեքներ են։ Մեկ էլ հիմա դարել է այս վերջի 30, 40, 50 տարին մարդը գերագույն արժեք է։ Կներեք, եթե մարդը գերագույն արժեք է, լավ, այդ ճակերտավոր հիմա իրանց լոգիկայի մեջ եմ ասում, այդ ձեր Արցախում Սյունիքում քանի մարդ է ապրում։ 300,000, օբշի ինչքան է, 2,800,000, 2.5 միլիոնը ստեղ է, ոչինչ, լավ, էդի տվեք։ Սենց է դառնում։ Տիգրան Աշենը вообще էդիկ չխոսանք, էլի, քանի հոգի է, 150, այդ մարդկանց ոչինչ տներ կտանք, դուք սուսեք, դուք չուզողներ եք, իրանք ավելի երջանիկ են։ Չէ, բայց իրենք տեսել են, չէ՞ որ ադրբեջանցին մոտենում է այդտեղ գալու է փրթի տան մեջ։ Այս անգամ ճակերտավոր մեզինադու չեն անի, կուլտուրական կասեն դե բանում արեցին։ Անունն ասա է Տավուշի գյուղի։ Գիրանցում արեցին, չէ, մարդու չեն մորթել։ Որ մեր լեզուն կարճ լինի, Տիգրան Աշենը չեն անի, կուլտուրական այդ մարդիկ դուրս կգան։ Բայց դրանով դա մնաց, չէ՞ ցեղասպանություն։ Արա խաղի կանում, մարդը տուն տեղ է դրել, հեշտ է մի հատ հարևանը չագու չա անում, մի քիչ այն կողմից գալիս է ձեր պատի նկարը անգնում, բան, հա, դառնում է դանակարում են իրար չանա են ջարդում բան են անում, մարդուն գալի ասում են դու 90 թվից 91 թվից դե ապրում ես, ըստ որում փախստականներ են, Տիգրան Աշենը ումով է բնակեցվում, հիմնականում Բաքվից փախստականներով, ասում են դե դավայ մի հատ էլ հելի։ Ցեղասպանությունը ասել վիզը կապ չունի, այդ վիզը կկտրվի թե չի կտրվի։ Մարդու իրավունքն է խախտվում, դա կարա առանց վիզը կտրվելու էլ անի։ Հիմա այս եսասիրությունը, որ մենք ռուսերեն ասում են պուբ զիմլի, մենք բոլորս այս աշխարհի կենտրոնն ենք։ Սա փոքր ազգերի տունը вообще արագ է քանդում։ Ասենք Ամերիկան կարող է 400 տարուց քանդվի, հետո պատմաբաններն ասեն Հռոմի պես, չէ՞, Հռոմն է մի օր քանդվեց։ Մի օր պատմաբաններն ասեն, արա, արաբես Ամերիկան խի քանդվեց։ Այտենց մի 500 տարի հետո դրանից նստեն վերլուծեն, արա դե ասեն ամեն մեկը իր բանին էր, ոչ մեկ էլ չէր ուզում ընդհանուրի համար զողողության բան, դե այտենց է քանդվեց էլի։ Բայց փոքր երկրները Հայաստանի պես 30 տարի, շո 30 տարում տեսեք ինչ եղավ։ Հաղթանակից հետո գահավիժեցինք ինչ դառանք, հիմա ասենք Երանի ենք տալին այնց բաների, որ Երանի տալու չի, ասենք 20 թվականի նոյեմբերի 9-ի թուղթը։ Հիմա ով չէր ուզի 20 թվականի նոյեմբերի 9-ի թղթի իրականությունում ապրեինք։ Ինչ որ sense կտրտված մի հատ Արցախ, թեկուզ շատ փուճուր 3000 քառակուսի կիլոմետր, արդեն այտենց բաների են Երանի տալի, մոռանալով որ մենք վաղտին 12000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ ունենք։ Այս եսասիրությունը, որ ոչ մեկ չի ուզում զրկանքի մի քիչ գնա, ոչ մեկ չի ուզում բերի ընդհանուր գանձանակի մեջ դնի մի բան։ Սենց անհնար է Ժորժ ջան հայրենիք ունենալ, որովհետև դու կողքից ունես ոչ թե քոպես ազգեր, մենք Եվրոպայում չենք, որ բոլորն են էգոիստ ու բոլորը հավասարապես իբդեպ կործանվում են։ Չէ, մենք աչից Ադրբեջան, ձախից Թուրքիա։ Ողբամ ձեզ մի հատ էլ էս պատկերը նայեք։ 100 հոգով գնացել են երեխեքի վրա։ Լևոնեստուն են գնացել երեխեքը տանը ալֆա ջոկատով բանով, այ բոմժ, այ ողորմելի,
դիմակավորված ալֆա ջոկատը գնացել է երեխեքը քնած տուն։ Հիմա անդրադառնալով մեր վերնագրին իդեպ։ Ինչ ենք մենք մի քանի անգամ ասել եմ։ Ինչ ենք մենք ապրիլի 24-ը նշում, որպես ցեղասպանության անմեղ զոհերի, սրբադասված արդեն զոհերի ոգեկոչման օր։ Ինչ ա եղել ապրիլի 24-ին։ Ապրիլի 24-ին մի քանի 100 հայ երևելի գործիչներ, հիմնականում Կոստանդնուպոլսում, կամ աքսորվել են, կամ մահապատժի են ենթարկվել, կախաղան են բարձրացվել եւ այլն։ Խորհրդանշական դա օրը անտրված, բայց տակը խորհուրդ կա, չէ՞։ Իսկ խորհուրդն է նա, որ առաջի հարվածը ոնց որ նյարդային համակարգին հասցնես բանի։ Գլխին չէ, մենք սովորաբար ասում ենք գլխատեցին ազգը, կներեք, ես նեշի կենսաբան եմ, բայց թույլ տվեք ավելի դիպուկ համաչեն նյարդային համակարգին։ Նյարդային համակարգն է, որ կոորդինացնում է այս սաղ, ինչ հիմա դուք տենում եք։ Էլիտա նյարդային համակարգն է ազգի։ Երբ որ խփում են նյարդային համակարգին, всё, դա այդ հիվանդությունը գիտեք, կոչվում է կատված, չէ՞, պարալիչ։ Ոմանք այդպես են ծնվում նույնիսկ։ Ապրիլի 24-ը դա է։ Արդեն դու նայում ես ժողովուրդ կա, միլիոնավոր հայություն կա գավառներում, Արևմտյան Հայաստանում, բայց ով պիտի կազմակերպի։ Այն մի հատ տենց ես չեմ սիրում այդ արտահայտությունը, մերժելի արտահայտություն եմ համարում, որ ասում են նկարները նայում ես Եղեռնի, ասենք sense գնում են էլի կլնեն մի 300-500 տենց հոգի հայ քարավանով գնում են, ընդամենը 2 թուրք զինվոր ա ուղեկցում, բա ո՞նց տենց եղավ, բա այսպես եղավ։ Որտեվ էլիտա չէր մնացել։ Այդ դիմադրությունը ով պիտի կազմակերպեր։ Նյարդային համակարգը պարալիզացրել են ապրիլի 24-ը։ Հասկացաք ինչ է Ռոբերտ Քոչարյանն տանում, որ հայվանի պես ուրախանալու եք։ Այդ ձեզ էլ են տանել։ Հասկացան ինչ է։ Հետո մի 300 տարի հետո ձեր մասին են ասել են մարդիկ։ Հասկացաք ինչի Սամվել Կարապետյանին ինչի են տարել, Անդրանիկին ինչի են տարել, Աշոտյանին ինչի են տարել, Աշոտ Երկաթին ինչի են տարել։ Այդ մարդկանց հասկացաք, որ ձեզ այդ տենց հեշտ տրած տանեն 1000 հոգու։ Երկու վատ մոլորությունով Սենց ազգ կա, որ հրճվի, որ իր էլիտային, իր ուժեղ տղերքին տանեն։ Կա սենց բան, քո ուժեղ տղերքին տանում են, քո տերերին իրական տանում են, այս ազգը հրճվում ու երջանկանում է, որ այդ ուժեղ տղերքին տանում, ստորացնում, սպանում, բանտում են։ Հա, դե օրինակ երբ որ Այլն օրինակ բերեց Էդգարը, այ հետո այն որ այդ տեսարանը նայում ասում եք ինչի են գնում, որտեղ այդտենց ձերպես հարցնելով։ Այդտենց են մեզ տանելու։ Այդտենց պահած տանելու են ու ռոզ են թուրքերն ադրբեջանցիները։ Մարդկանց այս եսասիրությանը անդրադարձա մի ուրիշ մոլորություն էլ կա, որը խանգարում է այս ամեն ինչին։ Այդ դեմոկրատիայի աղավաղված բանը, պաշտամունքը։ Հիմա մենք այսքան էլիտա ենք ասում, իդեպ ես դիտմամբ եմ ասում, ես գիտեմ, որ այդ բառը բացասական նշանակություն ունի, իդեպ երեք դա էլ էր ասում։ Բառը շահարկում էր, ասում էր դատական համակարգը շարունակում է գտնվել վերնախավերի ձեռքում, հատկապես նախկինին, ինքը վերնախավ չի, էլի, ինքը ժողովրդի բանն է։ Ծոց զավակը։ Հա, այս այդ բանն է։ Մի դրվակ, հա դուրս է եկել, ալֆան է եկել, ամբողջ ջոկատը։ Բան են արել։ Տանը 3 մանկահասակ երեխաներ։ Չէ, ուզում հասկանում ես բոլորը։ Վայ, դարի հանցագործին են տանում։ Եկեք ներկայանամ, որ բան չանեք, ասեն ջրը կողզան։ Հետաքրքիր է, որ իրիկունը գնան ոնց եք հաց ուտելու, էլ այսինքն ոնց են հաց ուտելու։ Գնա։ Որը շուտ, սենց դիման կողզանված։ Այստեղ է դուրս գալիս Լևոնը։ Այս խոշման կողզանալու վիդոն, այն բաղագարին, որ ում երեք ում շատ բաց երեխաներ են։ Զուտ ժամանակը գնալու 7 ժամ։ Անչափահաս երեխաներն էլ պահել են տանը 7 ժամ։ Իդեպ պատգամավորն ասում է արժե համակարգերի տարբերություն հասկանանք, ես իրավաբան չեմ, իրավագետ չեմ, բայց գրեթե վստահ եմ, որ կա նաև այդ համաչափության սկզբունքի հարց, այսինքն պիտի բան անես, պիտի հաշվի առնես էլի նման գործողություններ իրականացնելուց ընտանիքի կազմ, չգիտեմ, հիվանդություններ, են, հնչեղություն։ Բարակյալի սպան մարդասպանին հանգիստ բան են անում, տանում են մարդասպաններին, ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանի գերիներին են ասում էր լողանան, հաց ուտեն, խորոված ուտեն, գնան սիրուն ուղեկցեցին գնաց։
Այն մյուսը որ գերիեր ենք հիշում եք Սյունիքի որ Նիկոլն ասեց գերի չպայք շուտ թող գնա դրանց բայց տեսեք ոնց են վարվում Տեսա կապիտուլյացիոն Այս բոլորի հարցերը լուծում են որ ձեզ հեշտ տանեն Սա հա կոլաբորացիոնիստական ռեժիմ է որ ձեզ ոչ տեր մնա ոչ պաշտպան մնա որ հեշտ տանեն դուք էլ նստեք հանգիստ թրջվեք ասեք ինչ լավ են անում տանում են Իմ ուժեղ տղերքին, մեր ուժեղ տղերքին։ Չի կարա չէ տենց լինի, որ Ղարաբաղի բոլոր նախագահները լինեն անազատության մեջ։ Հայաստանի առաջինը դե հա, տենց անխոցելի է, երրորդ նախագահի դեմ քրեական գործեր կա հարուցված։ Հա, այսա խոսում արդեն, հա։ Չեք ընտրում, ինչ կտան բացի ձեզնից ձեր ընտանիքի անդամներից ներս։ Ճիշտն ասած չգիտեմ, ինչքանը կարող եմ ասել, ինչքանը չէ, այս երևի դասավանդները այդ մասով ավելի դիմանան, ուղղակի ինչ-որ սխալ բան չասեմ, հենց առավոտ 7-10 այսպես եկան խոզարկության, փաստորեն ես դեռ տեղեկություններ չունեմ, զուգահեռ գիտեմ, որ նաև ուրիշտեղ նաև գործողություններ կգնան, հորս հետ կապված, եղբորս հետ կապված, ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով, Պիղծ Դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է, Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողով ջան։ Այսինքն դուք կապում եք այդ ելույթի հետ, այս գործողությունները դուք Գիտեք ընդհանուր, հիմա կոնկրետ այդ ելույթը, որ ասեմ առանձնացնեմ, միայն այդ ելույթի հետ չէ, այդ ելույթը կարող է ինչ-որ առողջ խթանալ, ասել, բայց նման ելույթներ այնպես չէ, որ առաջի անգամ ունեցել, ու ընդհանուր այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից այս իշխանության վարած քաղաքականության հետ հանազանչելները, սրա մասին խոսելը, բարձրաձայնելը, չընկրկվելը, չնահանջելը, չկզելը, այս ամեն ինչի արդյունքն է, մենք այս ամեն ինչին պատրաստ ենք առաջին անգամ չի, որ այս Հա, դե ճիշտ է ասում։ Գիտեք, ասում ես չեմ սիրում բան անել, հակում չունեմ սենց անձնավորված բան անել, բայց օրինակ ասենք Լևոնին, որ անձնապես եմ ճանաչում, շատ հոգեհարազատ մտերիմ անձնավորություն է։ Ասենք նայում ես իրան որպես երկրի ղեկավար էի, թեկուզ պաշտոնաթող զավակ, ու գիտեմ կնեղանա, որ տենց համեմատություն անեմ, դա մերեք եք սենց համեմատությունս կիսատ թողնեմ, ավ, ճիշտ է, որդի էլ ուներ, չէ, ես այն մյուս ուղղությամբ էի բան անում, ասենք, հիշում եմ իմ բանը ֆիզիկայից դասատուն դպրոցի բան էր արել, բայց սեթրակին կարծեմ Լևոնը չէ, սեթրակի մի անգամ երկուս էր դրել, ասում հետո իմացա գնացել էին տուն, հոր հետ նստել պարապել էին ամոթու, հաջորդ օրը եկավ նորմալ պատասխանեց Սենց բան են եղել, էլի, սենց մարդիկ են եղել, սենց բարքեր ա եղել, սենց դրել ենք այս մարդկանց բան ենք արել, բայց տակը կա նաև այդ մարդկային կողմը Խի եմ բերում որպես օրինակ, որտեվ մարդկանց հարցնես կասեն, յո, երկրի ղեկավարի կինը կամ տղեն, աղջիկը սենց պիտի լինի, էս պիտի լինի, բայց կեղծավորություն է, չէ՞, ձեր կուրքինը տենց, հա? Ես դրա համար այդ դաշտ մտա, էլի, որտեվ իրանց թողնես ինչ ասես կխոսան իրավական պետությունից արդարությունից, ուր է իրավական պետություն արդարությունը, երկրի դե յուրե ղեկավարը կանգնում ասում է, հələ մի հատ էլ Աստծո անունն է տալի, ազորում կարող ասեն դե քրիստոնյա է տալիս, ոչ Պատվիրան ասում, Աստծո անունը զուր տեղը մի տու, հելել ես քաղաքական ելույթ ես ունենում ազգային ժողովի ամբողջ, Աստված դրա հետ ինչ կապ ունի, Աստված է։ Աստծո անունը տալով ձեզ դատելու են բան, հոп, մի րոպե, պրծավը դե իրավական պետությունով, դե դատելու ես, դու գործադիր իշխանություն ես, կա դատական իշխանություն, կա քննչական բան, դեպարտամենտ, իրավապահ համակարգի այդ մասը, դատական խորհուրդ, դատախազություն, դες տարբեր բաներ են, դու ինչ ես դատելու։ Էդգար ասում է նախանձը հիմա այդ տականք շերտը տեսնում է որ այս փողոցից եկած թափթփուկները իրենք են տենց վայելում միլիոններ միլիարդներ բայց նաև երկիրը ծախելով այդքան մարդ կործանելով բայց իրանց նախանձը չի թեքվում Նիկոլի թիմի վրա որ տեսնում է սրանք թալանչիներ իրանց անունով են եկել իրանց խափելով են եկել եւ հիմա իրանք մնացել են նույն այդ դժբախտ աղքատ աբիժնիկ հա Իրանք հարստացել են, ստեղ մեր ամենամեծ պրոբլեմն է եւ ստեղ ամենամեծ պրոբլեմն է, որ որևէ մի հասարակություն, որը այս տեսակ ռեժիմների լծի տակ հանգնում ունենում է Այդ պրոբլեմի անունը հետեւյալն է, այս տեսակ ռեժիմները ձևավորում են մի հատ հոգեբանական մթնոլորտ,
որտեղ իրենց հետևորդները սկսում են իրենց նույնացնել իրենց կուրքի հետ։ Դա կոչվում է առաջնորդի եւ հետևորդի անձի նույնացում հոգեբանական մակարդակում։ Հիմա որ դուք ասում եք, բա իրանք չեն նախանձում, որ իրանք կուրքը հարստացել է, իրանք չէ, ոչ, որտեվ եթե իրանք կուրքը հարստացել է, իրանք էլ են հարստացած իրենց կողմ, որտեվ իրենք նույնն են կուրքի անձի հետ։ Այդտենց եղել է Հիտլերի պաշտամունքը, այդտենց Աֆրիկայում էլ լիքը պաշտամունքներ Հա, եղել։ ինքը որ սոված սատկել, ոչինչ, կարևորը Հա, խափող բոմբերը լավ են։ Նիկոլը կզծրեց, այս արեց, այն արեց, այդն էլ Հա, բայց որ այդ բառով ասած, Նիկոլն է։ այդ կա բառով ասած, որ Նիկոլը իրանց է անում, իրանք սոված են։ Հա? Իրանց ոնց է մետիսաղ նախկինների արածն էլ մի հատ էլ խեղճ տղեն փորձում է հանուն իրանց, հանուն մեզ դրանց հախից գալ։ Չէ, նայեք, այսպես մի քիչ նաև անեկդոտային ոճի ենք վերում, ասում ծիծաղում ենք, որ չխելագարվենք, բայց իրականությունից ես հավատացնում սա է, որպես գիտնական եմ հավատացնում։ Դա կոչվում է leader follower fusion, այսինքն առաջնորդի եւ հետևորդների անձի սոցիալ հոգեբանական նույնացում։ Իրենք երբ որ տենում են, ասենք, այդ մարդու ելույթը, ապրում են էմոցիոնալ առումով նույն բերկրանքը, ինչով ասենք կհրճվեին իրանց երեխեն գնար կարատեի հաղթեր օրինակ։ Դա նույնացում է առաջնորդի հետ լուրջ վերաբերվեք, այն կինը fake չէր, այդ կինը իրական էր, որ ասես տղես զոհվել է, տոս կորցել եմ, քեզ եմ գտել։ Մեկ-մեկ իրանք տենց fake մարդկանց բերում են, բայց այդ կինը իրոք որդեկորույս էր։ Ինքը դա փողով չի ասում, շատ ավելի լավ կլներ, ասենք դե փող են տվել, ասում է, ինքը դա սրտանց է ասում, որտեվ իրանք իրանց նույնացած են զգում կուրքի անձի հետ, բայց սա է հենց լուծը։ Այն ինչ ազատ ընտրություն, եսի ինչ, մարդը երեխուն կորցրել է, մայրական բնազդ գոյություն ունի, չէ՞։ Մարդը երեխուն կորցրել է, տենց բան է ասում։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք տեխնոլոգիապես հագեցած գործող ռեժիմի հետ, արա որը ըստ որում հաղթանակներ չի բերում, է։ Հաղթանակներ չի բերում, Հիտլերը մինչև 39 թիվ հաղթանակներ էր բերում օրինակ։ Նայել իրանց կուրքներ, իրանց բռնապետներ։ Սա պարտություններ է բերում։ Սա ոչնչացնում է բանը, ոչնչացնում է երկիրը։ Սա բան է, մի անգամ Արտակ Զաքարյանը էլի sense հերթական մի հատ ողբերգություններ կարծեմ, բայց էլ այդ ժամանակ Ղարաբաղի այն մեր վերջի կտորը կար դեռ ժամանակահատված չէր ընկել Ղարաբաղը, լավ բան էր եկել էր աշխարհում ոչ մի ժողովուրդ նման խեղկատակ հիմար վիճակի մեջ չի հայտնվել։ Էլի ժողովուրդներ եղել են այս վիճակում, բայց ոչ գոյաբանական ոչնչացման սպառնալիքի առաջ։ Հիմա էլի եմ կրկնում, այդ ցեղասպանության նկարները, որ տեսնում եք, իրոք sense շոր անապատ ասիրիական միջագետքյան մարդիկ գնում են ընդամենը 2 զինված թուրք զինվորը, դուք տեսնում եք այսբերգի գագաթն էլ չէ, գագաթի տենց արևի շողքը, որ ընկնում է գագաթի վրա, դուք այդ արևի շողքի անդրադարձն եք տենում։ Տակը եկա այսբերգը։ Ու այդ այսբերգը դարերի ընթացքում է առաջացել, հիմա ժամանակը մի քիչ արագացել է, 8 տարվա մեջ է սկսում այդ այսբերգը կուտակվել եւ Աստված մի արասցե, որ այն գագաթին բան անենք, հասնենք։ Բայց եթե էլիտա չկա, ով կազմակերպի։ Ով կարող է մեզ փրկել։ Հիմա այս էլիտային Արցախի նախագահներին այնտեղ, Ադրբեջանի բանտում, այստեղ ուժեղներին, պայքարողներին, որ պատերազմի ժամանակ զենք հասցնողներին, հա, ամեն ինչ անողներին, եթե այս դիմադրողականությունը ջարդել է, ո՞նց եք պատկերացնում։ Հասկանում եմ ինչ եք հարցնում։ Ունենք մի հատ ռազմավարական դաշնակից ունենք, թշնամական հարաբերություններ է սերմանել Ռուսաստանի Դաշնության հետ։ Դե իրանք արդեն լրիվ զզված խաչքաշած վիճակում։ Այսինքն հիմա դա անգամ Ռուբեն Հախվերդյանի նման երկեր չէ գրում ինքը, որ հիմա նողկանք եմ ապրում այդ երկերից։ Այս 8 տարի զզվանք եմ, որ ասենք ես պատանեկական տարիների։ Հա, դե մեր մանկության բանն է։ Զզվանք, համ այդ նողկանքս Ռուբեն Հախվերդյանը կամ նողկանքս Իրանից ճիշտ է վերևից է ծնվում, բայց որ Իրանից է դուրս եկել, զզվանք եմ ապրում։ Ասենք այդ այդ հարցազրույցը նայեք էլի, որ այս տաղենով է, այս տաղեն ինչ եք ուզում, եկել է ինքնիշխան, ինքնանելու, ինչ եք հույսները դրել, եսի ինչ վրա։ Ղարաբաղ չկա, ինչ ինքնիշխան։ Այսինքն այդ իշխանությունը ինչի մասին է։ Լևոն Հախվերդյանի տանը, Լևոն Հախվերդյանի տանը մեծացած Ռուբեն Հախվերդյանի մասին եմ ասում, ու մարդը նստած այդպես բարբաջում է։ Գիտեք ում իշխանությունն է, թույլ տվեք ասեմ, սա բոզ կնոջ ինքնիշխանությունն է, որը իր երեխուն շպրտել է ու ասում է ես ինքնիշխան եմ, ես կարիք չունեմ իրան, կատամ կարիք չունեմ իրան։ Լսեցի Ռուբեն Հախվերդյան։ Դա բոզ կնոջ ինքնիշխանությունն է, այն ինչ որ քարոզվում է այս երկրում։ Դու ոնց կարաս Ղարաբաղը հանձնես, ասես զատո հիմա ինքնիշխան չէ։ Կան, այտենց բոզ կանայք, բոլորս էլ հանդիպել ենք մեր կյանքում, որ իրանք իրանց երեխուն համարում են ոտնակապիչ։
Ասում են, ես ինձ ոտնակապի չա ծնվել, լավագույն դեպքում մոր վրա են վրախում, երեխու տատու վրա։ Եվ վատագույն դեպքում մանկատուն կամ вообще սպանում են։ Հետո իրանք գնում են ինքնիշխան իրանք կյանքը այսօր մեկի հետ քաշ գալով, մյուս օրը մեկի հետ զաբորի տակ քաշ գալով, եթե դա ինքնիշխանությունն է, խնդրեմ, բայց եկի կոչենք, որ դա բոզ կնոջ ինքնիշխանությունն է։ Ղարաբաղը չկա, այս երկիրը դրա համար է ստեղծվել, որ հայության իրավունքներին տեր կանգնի, որտեղ ճնշվող հայություն կա, հալածվող իր հողից քշվող հայություն կա, գնա տեր կանգնի։ Մի մասով իդեպ հենց առաջի տարիներին է ձախողել, ամբողջ Շահումյան, Գարդմանք, Շամխորի կողմերը, անունները խառն եմ ասում, Գանձակ, Կիրովաբադ դատարկվեց, լավ, էդի մոռացանք, շատ սխալ արեցինք, որովհետև դե ասենք լավ, մենք Ղարաբաղը վերցրինք, պլյուս ասենց մեծ Ղարաբաղը, նախկին Լղիմը, հələ մի հատ էլ ռայոնները։ Էնի մոռացանք, բայց նա ձախողում էր Հայաստանի Հանրապետության համար։ Լավ, այս հաջողությունը 12000 քառակուսի կիլոմետր, հիմա որ չկա, ինչի վրա է այդ ինքնիշխանությունը բանեցվում, էլ ես ուզում եմ հասկանամ։ Թուրքի դաբրոյով ռուսին բանանելու, ռուսի շատ վեճին է։ Խառն է ռուսը, հիմա ասում է համարեմ մի դրոնել հայերն են վրես գցում, մի օր ուժս կպատի, վրեժ կլուծեմ, չի պատի հայերի երնի անեցած իրանց են վատություն անում։ Քոչարյանի գրասենյակից է Բագրատ Միկոյանն է գրել, կարծեմ սխալ է այստեղ, անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի հայկական ժամանակը չֆինանսավորելու, կարող գրել թուրքական մամուլը չֆինանսավորելու համար, գրել է 2008-ին իշխանությունը Նիկոլից 2008-ին իշխանությունը Նիկոլոս չնվիրելու, 2018-ից հետո 2008-ին օրինակ թուրքերին ոչ թե գրել Նիկոլին չնվիրելու, գրել թուրքերին չնվիրելու համար։ 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորելու, 2018-ից հետո շատ ավելի կոնկրետ թուրքերի արևմուտքի հետ չպայմանավորվելու համար։ Ինչ Նիկոլ։ Այս պարագայում պարզա չէ, խոսքը դրա մասին է։ Ոչ թե իմիջիայլոց, եթե դու արժանապատվությունից, եսի ինչ եք խոսում, ինքնիշխանությունից, բա Մեդվեդև ինչ որ խոսքեր ասի, ինչ չի պատասխանում։ Շատ կոնկրետ, բա մի հատ պատասխանի, էլի, մի հատ Ալիև ինչ ես պատասխանում հոգեբանեք։ Դե Մեդվեդևին երրորդ բերաններով բանով որը վերաբերում է Հայաստանի ներկայիս կառավարությանը, խոզերի առաջ մարգարիտներ մի նետեք։ Մեդվեդևն ասեք ես Նիկոլ, ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցելու լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։ Սա է փոքր երկրների ղեկավարի հիվանդագին ամբիցիաների գինը, այսինքն Նիկոլի հիվանդագին ամբիցիաների գինը, որոնց հիմքում ազգային շահերի դավաճանությունն է, Սորոսի փողերն ու հայ առաքելական եկեղեցու դեմ սատանայական արշավը։ Իմիջիայլոց այսօր Telegram ալիք կա, Բաղրամյան ալիք կա, ինչ որ։ Գիտեք այդ ալիքը։ Հա։ Դե վայ, հեղափոխության կոչնակներից էր 100 անգամ։ Բայց ի՞նչն էր տարածած, իբրև թե ես նախաբան են գրել, բան են արել, բայց մենք չհասցրեցինք ցուցադրել, բայց օրինակ տարածել էին Անդրանիկ Միրանյանի երեկվա եթերը։ Очень, конечно, больно слушать и комментировать эти чудовищные, безответственные, авантюристические заявления армянского руководителя. Кто будет гарантировать безопасность Армении? Вот такая авантюрная позиция привела к гибели Карабаха. Теперь эта же линия поведения приведет к гибели Армении как государства. Мне приходилось уже в 2018 году, сразу же, еще до прихода Пашиняна во власть, сказать, что если эта чернь с улицы приведет этих уличных бомжей во власть, ждите, что они поведут страну и государство, и народ к гибели. Вот сегодня на наших глазах это разворачивается. Հետաքրքիր է շատ Բաղրամյան Telegram ալիքներ կտրե տարած, ինչ որ նախաբաներ գրել, բայց ինչ որ է, բան ավելի տարածում էր տվել, էլի որ Անդրանիկ Միրանյանը հիշում եք, որ ուղղակի ռուսները, գիտեք, այդ բառն էլ որ իրանք օգտագործում են ապահարզան բան, այդ իրանց լեքսիկոնից է դեռ սովետի մասին էր Պուտինը ասում սովետի քանդման։ Ռուսների մտահոգությունը հետևյալն է։
իրանք այստեղ գնալով հողի վրա շահերը կորցնելով մնացել է ոնց որ պրեստիժային հատվածը։ Իրանք մտածում են, որ եթե հարաբերությունները այսպես թե այնպես պիտի խզվեն, եւ պարզա թե հայությանը ինչ է սպասում այս տարածքում։ Չգիտեն, Ռուբեն Ախվերդյանը օրինակ ասում է շատ լավ է, ռուսների համար պարզ է, երբ որ թուրքական օվկիանոսում հայտնվեցին ինչ է սպասում, կարող է ցավոտ բան ասեմ, բայց ռուսները այսպես մի մտահոգություն ունեն, որ զուտ այդ իրանց պատմական, կայսերական բան, հա, պրեստիժի տեսանկյունից, երբ որ հայերը նորից ցեղասպանության ենթարկվեն, իրանք գոնե այդտեղ թեկուզ բարոյական մեղավորություն չունենան։ Որ կանգնեն, ասեն, նայեք, ընտրություն համար 1 18 թվական, 18-ի մայիս, 18-ի դեկտեմբեր, 21 արտահերթ, 26 հերթական, հանրաքվե, սա այդ ժողովրդի ուղեգիծն էր։ Որտեւ ամեն դեպքում մենք 300 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, երկուսս էլ քրիստոնյա ժողովուրդ ենք, հայերը ցեղասպանված ժողովուրդ են, ճիշտ է Ռուսաստանի դերը այդ առումով Այնուհետև որ մեղադրեց Խորհրդային Հայաստանի կայաց, հա, դրան է գալը։ Չնայած եկեղեցու մասին որ խոսեց, որ Արցախը ասել, հա, էսա կասա։ Այսինքն ստացվում է, որ նայեք, շատ լավ զավեշտ է, նույնիսկ այս հակասությունն է ծուռ հայելիների բանը։ Մոսկվայի բանի այդ Կարսի պայմանագրերով բանով Լենինի միջամտությամբ թուրքերի գրաված Ալեքսանդրապոլը Գյումրին գրավել էին ու Ղարաբաղի դուրս չէր գալի Ալեքսանդրապոլից, չնայած թուղթ կար ստորագրված։ Մարտին իրանք ստորագրել են, չէ՞։ Մարտի 16-ին է Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել, որ Ալեքսանդրապոլը մնում էր մեզ, պես Ղարաբաղի հին ոճի մարդ, հա դե ասում է, ինչ թուղթ ինչ բան էլ մնամ էլի, ով այն ստեից հանում։ Այնքան մինչև Լենինի ճնշումները բաներ եւ այլն ապրիլին թողեցին դուրս եկան պայմանագրից մի ամիս հետո։ Այսինքն մենք արդեն մեր կորցրած հողերից թեկուզ մի կտոր մաս մենք կարեցանք հետ ստանալ, բայց sense հանրային գիտակցության մեջ մնացել է, որ Մոսկվայի Կարսի պայմանագրերով Լենինը Քեմալին նվիրեց Արևմտյան Հայաստանը։ Ախպեր ֆիքսեց այն ինչ որ արդեն կար, այդ Արևմտյան Հայաստանը մենք կորցրել էինք։ Այ իդեպ այն վաղտել կային ձերպես մարդիկ, ձերպես մարդկանց պատճառով Հայաստանի առաջին հանրապետության մեջ բունդերած։ Բայց մենք դա արդեն կորցրել էինք։ Ոնց որ հիմա են ասում ռուսները Ղարաբաղը տվին, նույն ձևել է։ Եվ այս սա կոնտեքստը հաշվի առնելով ռուսները չեն ուզում որ իրանք արդեն միայն իրանց մասին են մտածում, շատ բնական է, չեն ուզում իրանց պատմության մեջ մի հատ էլ ինչ որ տենց բիծ գամտնի, որ մի հատ քրիստոնեական ժողովուրդ կար, որը ապավինեց իրանք է քաշեցին, ասում են ախպեր, սա թուղթ Թամասով։ Հա մարդուկին որ բաժանվում են, ասում են արի դատարանով, բան դատարանը թող որոշի։ Գնա ժողովուրդը կորոշի ուզում են, առանձին գնացեք առանձին, հետո կցեղասպանվեք, կբնաջնջեք, հետո այդ կինը կգնա ում հետ քաշ կգա, ինչ կլինի, կբռնաբարեն, կսպանեն, ասի ախպեր, մարդը հեսա 100 անգամ ստորագրել է, որ այլևս չեմ ուզում այս մարդու հետ ապրել։ Միգուցե կոռեկտ չի սենց համեմատություններ կին ամուսին, բայց դե էլ ինչ լեզվով ասենք որ բարձր լինի։ Ռուսները ուզած իմ ամենակ էտա սաղ թղթով լինի, որ հետո իրանց վրա նոր ջարմա չլինի։ Այդ աստիճանի է Հայաստանի կշիռը ընկել։ Ինչ վերաբերվում է, գիտեք, ցեղասպանության թեմային մենք շատ ենք խոսացել։ Իմիջիայլոց ինչ որ նոր ասեցի, հետաքրքիր է, Բագրատ Միկոյանն էլ է ասել գրասենյակ, ես քիչ առաջ ասեցի, չէ՞ որ 18 թվականին Ռոբերտ Քոչարյանին տարան, որ Արցախը հանձնեն, ասում էի չեք հավատում, հիմա փակում են, որ Հայաստանը հանձնեն, բայց շարունակեք չհավատալ։ Դրա ասել, արդեն աքսիոմա է, ամեն գալի կարգավիճակից առաջ ազատազրկում են նախագահին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ ցեղասպանության թեման շատ ցավալի է, որովհետև այլ կերպ բնորոշել իր արածը, քան որ ինքը արդարացնում է թուրքերի քայլերը, անհնար է։ Ինքը բառացի կրկնում է թուրքական քարոզչությունը։ Միգուցե դա այդքան հայտնի չի, որտեղ պատմագետները գիտեն, բան թուրքերի հետ շփվածները գիտեն, բայց մասնագիտական համայնքի համար շատ պարզ է թուրքերը ոնց են արդարացնում ցեղասպանությունը։ Հավատացնում եմ ձեզ նույն բառերով, ինչ որ ինքն է ասում արդեն մի 2-3-4 տարի շարունակ։ Ասում են դուք հակապետական էլեմենտներ էիք, թիկունքից խփող բան, ռուս-թուրքական պատերազմների ժամանակ ռուսներին ուղեկցող հակապետական էլեմենտ էիք, դե կներեք էլի, բա ինչ պիտի ելներ։ Նույն բաները եք ինքն էր ասում։ Ասում են ռուսները գալիս էին, մենք ուրախանում էինք, հետո որ ռուսները կրվում էին, մեր գլխին բամփում էին։ Դե ստացած որ դու եթե բուն մեղավորին թողնում ես, սկսում ես ինչ-որ այլ տեղերում լողալ, դու մեղավորին արդարացնում ես, այն էլ ցեղասպանության պես ծանր հանցագործության դեպքում։ Երբ որ դու չես սկսում, որ թուրքերն են մեղավոր ցեղասպանության մեջ,
Իսկ չգիտեմ, Գերմանիան, հայը, ռուսը, բոլշևիկը, մենշևիկը, հնչակը, դաշնակը արդեն ինչ-որ նյուանսներ, այլ դու սկսում ես բոլշևիկից, հնչակից, դաշնակից, մենշևիկից, նշանակում է դու այն մայր մեղավորին արդարացրիր։ Իր ասած ուղղակի էդ էր, այլ կերպ քան արդարացնել թուրքերին, մենք խին գիժ էինք ռուսների գալով ուրախանում էինք, ռուսների սիրուն աչքի համար էինք ուրախանում, վատ էր, չէ՞ ուրեմն վիճակը, կամ Օսմանյան կայսրությունից ոչ ժողովուրդը չի ազատագրվել ինչ-որ մեկի գալով, հույները անգլիացիների օգնությամբ չեն ազատագրվել, բուլղարները անգլիացիների, ռուսների, ինչ-որտեղ նաև Գերմանիայի օգնությամբ չեն ազատագրվել, այդ ով է տենց ինքը իրան ազատագրում, ինքը իրան որ թողես ոչ մեկ էլ լծիչ չի ազատագրվի, պետք է ինչ-որ մի հատ ճեղքում լինի, չէ՞, ինչ-որ ավելի զորավոր ուժ պետք է գա մի հատ այդ պատը ջարդի։ Այդ ուրեմն հույնին կարելի էր անգլիացու օգնությամբ ֆիլհելենական շարժում կար, Բայրոնը այդ վաղ գալիս էր անգլիացիների հույների համար կռվում էր անգլիացի Բայրոնը։ Հույներին կարելի էր անգլիացի բերել, բուլղարներին կարելի էր անգլիացի ու ռուս բերել, հային չէր կարելի ռուս բերել, այդ որտեղ է գրած, այսինքն հայ ճակատին գրած է, որ ինքը պետք է միշտ ստրուկ լիներ, իր ասածը դա է։ Որ այո, ես համաձայնվել եմ դրան, այո, ինձ ասում են հարբեցող ծաղրացու ես ձեն չեմ համ, դուք եք պետք է տենց ելնեք, որտեվ չեմ կարա ես ելնեմ եկի ղեկավար, բայց ինձնից բարձր, ասենք 1 միլիոն մարդ, 2 միլիոն մարդ ինձնից բարձր լինի։ Պետք է ես ձեզ էլիչացնեմ, հասցնեմ այդ նույն ստրկական մակարդակին, որ լեգիտիմ լինի, էլի խիեմ ես ձեզից բարձր։ Իսկ եկեղեցու պահով եկեղեցու պահով մենակ մի բան կասեմ, առանձնապես ոնց որ շատ նոր նյութ չկա, եկեղեցու մասով մենակ կասեմ, որ պետքա պատրաստ լինել եկեղեցուն պաշտպանելու, մի քանի անգամ կրկնել եմ, որ եկեղեցուն պաշտպանելու ձևը սկսում է իրագնորյա պատարակների ներկայությունից, հավատացեք իրանք դա էլ են բանանում, մոնիտորինգ անում, այդ բյուրոկրատական բառով ասած, եւ իհարկե նաեւ ավելի էքստրաորդինար, ավելի ոչ սովորական ձևերով, որովհետեւ մենք խոսել ենք դրա մասին, եկեղեցու դեմ հալածանքները կանգ առած չեն, այդ հալածանքները չեն սահմանափակվելու միայն այդպես պղծություն գործելով եւ վեհապար հայրապետի անունը նենգափոխելով եւ չեմ ուզում ասել անձնագրային անունով դիմել, որտեւ անձնագրային այդ մարդու անունը Գարեգին Բներսիսյանն է։ Այդ անձնագրի նկարը շատերս տեսել ենք, Գարեգին Բներսիսյանը դա անձնագրային անուն էլ չի։ Տեսեք, դաժե նույնիսկ ստեղ իրանք հետևողական չեն, իրանց հարցնես, կասեն, ես էլ եմ քաղաքացի, ինքն էլ է քաղաքացի, քաղաքացիական անունով եմ դիմում, դե ոչ։ Դու ոչ մի սկզբունքի հավատարիմ չեք, ձեր միակ սկզբունքը թուրքական սկզբունքն է, որին ծերից ծեր պրոսը չեք կարող բառացի ասեք, ինչ որ բաներ եք օրինում։ Այնպես որ պետք է պատրաստ լինել եկեղեցու պաշտպանության դիրքերում նորից կանգնելու, այդ հիմա Էջմիածին գնալով կլինի, չգիտեմ, Գեղարդ գնալով կլինի, Շիրակ, Գյումրի գնալով կլինի, չգիտեմ ուր կարիք կլինի գնալու, կամ մնալու, կամ կանգնելու, կամ նստելու, բայց այսինքն պարզ է, որ հիմա քաղաքական վերնախավի դեմ այս պահին բևեռացվածությունը, Գագիկ Ծառուկյան, Քոչարյաններ, Հիշեք ցեղասպանությունը ինչ են ասում, հիմա պետք է ասեք դպրոցական իվաներ եք ասում, ցեղասպանությունը ինչ է։ Թուրքերի ամենա մի օր չի եղել, այդ տևական ժամանակին չի որոշեցին ապրիլի 24, գրված է, չէ՞, դպրոցական դասագրքերը, որտեղ այդ օրը մտավորականներին էլիտային հավաքեցին եւ տարան։ Բայց այդ սաղ էլիտայի մեջ, ես էլ ասեմ նոր եզրափակեմ, որտեղ եկեղեցուց ենք խոսում, այդ սաղ էլիտայի մեջ, չնայած մենք արդեն ունեինք բացի ավանդական ոնց որ աշխարհիկ մտավորականներ, հոգեվորականներ, մենք նաեւ ունեինք ռազմական էլիտայի ներկայացուցիչներ, ֆիդայապետեր կային, բաներ կային, կուսակցություն կար, դաշնակցություն կար, բան։ Բայց միևնույնն է իներցիայով թուրքերի, ըստ որում խոսում եմ վերևից մինչև այն ամենավերջի ձեր ասած վիզ կտրող այն անտառաճանաչ թուրքը վերևից մինչև ներքև մեկը իրանց ամենաատելի կերպարը մնում էր հայ հոգևորականը ամենաատելի կերպարը ով ցեղասպանությունը ով վերապրելա գիտի ով Սվազլյան Վերժինեի գրքերն ա կարդացել գիտի ով այլ գիրքա կարդացել գիտի ամենամեծ ատելությամբ, այսինքն չէիր հասկանում, թե ինչի են այդքան սադիզմով հենց հոգևորականին օրինակ բանանում խոշտանգում, թվում է թե մարդը ոչ զենք ունի, ոչ բան ունի, մի հատ խաչ է ձեռը, որովհետև դա ազգի պահուստային հիշողությունն է, դա ազգի ռեզերվուարն է, դա ազգի դիմադրողականությունն է եւ կապիտուլյացիայի դեմ ենթակառուցվածք։ Նույնը դուք շատ ճիշտ ասեցիք,
որ գնանք այդ մարդու հոգու խորքը բանանենք, չփորենք, հա կարող է բարձի վեհապար հայրապետին իսկ ավելի շատ ահատում, քան դաժե ասենք Քոչարյանին, որ այսօր էլի սկսեց հալածել։ Դե Քոչարյանի հալածանք 2008 թվականից։ Հավաքում է բոլորին։ 18 կներեք։ Ոնց որ 18 թվականին հիշում եք շտաբի պետ, գեներալներ, նախագահներ, բոլորի վրա քրեական գործեր, ձերբակալություններ, որ Արցախը հանձնի։ Հիմա այս ամեն ինչը անում է էլի թիրախում Ռոբերտ Քոչարյանն է, որ Հայաստանը հանձնի։ Շարունակեք հանգիստ, անհոգ, սենց ազգ չկա, սենց երկրորդ ազգը չկա, որ իր հերոսին, իր նախագահին, իր ուժեղին, իր կառուցողին, իր բարերարին տանեն եւ ինքը տենց հանգիստ նստած սպասի, դռները բաց են, որ թուրքերը ադրբեջանցիները գան։ Կա, ես չգիտեմ, սենց ազգ, սենց բան կա, թե չկա։ Էլ հիմա չեմ բղավելու։ Էլ չեմ բղավելու, դուք ոնց որ թե համաձայն եք, որ ադրբեջանցիները գան։ Չգիտեն, հա ինչ են անում ադրբեջանցիները, որ գալիս են, Էդգար, թե գիտեն։ Չէ, գիտեն։ Գիտեն։ Հա, գիտեն։ Գիտեն, ուղղակի մենք պետքա Իրանց խափում են, թե իրենց խափում են, ասում են չգիտենք։ ինքնահանգստացնում են, կանանց, ոնց են գլխատել այդ Դե իրանք համարում են, որ այդ մարդկանց մեղքն որ ոնց որ իրանց կորքը ասում է հանգրվան գտան, քանի օկու վառեցին, պայթեցին այդ բենզինի այդ պահեստով։ Ոնց որ իրանց Ոնց են մոխրած, ես գիտեք ընտանիքներ գիտեմ, իրանց երեխու բանը հետքը չկա, մոխ իրա դարձել Արցախում։ Ադրբեջանցին էդ է անում։ Այդ դուռը բացելու համար հիմա ինքը տանում է Ռոբերտ Քոչարյանին։ Բայց դուք անհոգ, հանգիստ ձեր համար նստեք, ապրեք, մտածեք, ինչ ասեմ։ Այսօր Աղվան Վարդանյանն էլ դեմը նստած էր ազգակործան պատուասը։ Ինչ պետք էր ասեց։ Դեմ չես չէ, Էդգար, որ կարճ լսենք, որտեղ լսենք։ Բարի լույս, շնորհակալ եմ։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Այդպիսի երկիրը ապագա չունի։ Ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը։ Սկզբում խիղճ համոզմունք չունեցողների իշխանությունը պատված է դառնում հասարակության գլխին։ Դուք այդպիսի իշխանություն եք։ Ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ։ Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել։ Պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ ինքնիշխան պետություն կայացնել։ Ազգային հոգեկատված չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել։ Մտքի ու կամքի ազատություն չունեցողը ստրուկ է եւ ղեկավարի եւ օտարի։ Սա իբրև փիլիսոփայություն։ Հիմա կոնկրետ։ Ամեն բան ճանաչում է համեմատությամբ։ Լսեք։ Արցախի կարգավիճակ ու անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։ Արտաքին քաղաքականության հիմնական նպատակը հայ ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տեղական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։ Դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեություն։ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, որի հիմքում պետք է ընկած լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ կառավարությունը համոզված է, որ միայն ոչ իրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակել է առաջամարտիկի դեր խաղալ։ Սրանք մեջբերումներ են իշխանության թավշյա բռնազավթումից հետո 2018 թվականի հունիսի 1-ի ձեր կառավարության առաջին ծրագրից։ Այո։ Ոնց դավաճանես Նիկոլա։ Նիկոլա խաչը դավաճանեց այնքան պարզեր ինքը ով է։ Ինչ դավաճանել։ Եվ վերջին հատվածը իդեպ Ռոբերտ Քոչարյանից բացի հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դուք sense բան ուղիղ իդեպ անջատի արդեն այնտեղ։ Մյուսը։
Մտլսի էլ Էդգար հետապնդում է հարցեր եւս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են Սեթրակ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Անդրանիկ Մարգարյանն է։ Այո։ Գագիկ Բեգլարյան, Սամվել Մայրապետյան։ Սերժ Սարգսյանը։ Տեսնենք ինչ կլինի մնացածը։ Հա? Մենք եթերում ենք, ես գիտեմ, որ եթերում ենք։ Ես չեմ դադարելու կրկնել, որ 18 թվականին տարավ, փակեց, այն քնչականին ու ԱԾՊՏ-ին հիշում եք ինչ էին խոսում։ Ինչ էր Սասուն։ Սասուն Խաչատրյան, որ գրողի ծոցն է Սասուն Խաչատրյանը։ Հա? Որ գրողի ծոցն են դրանք։ Իմիջիայլը դեն դատախազ են, դա հոլ չի։ Ասում էին դուրս կան, չգիտեմ ինչ։ Դավաճան տականքները։ Իսկ հիմա տանում որ Հայաստանը հանձնի։ Բայց դուք շարունակեք չհավատալ։ Չհավատալը կփրկի ձեզ։ Չէ՞։ Չէ։ Այդ քո ասած նախանձներին, շահամոլ տականքներին ձեզ չհավատալ է, շարունակեք չհավատալ։ Մենակ վախենամ ինձ էլ եսիմ ինչ անեն, ես չի որ ես այստեղ նստած եմ լինելու, հետո գալու եք ինձ ասեք կներեք։ Այն ծնողների նման։ Վերջին կտորն էլ հատվածն էլ լսենք եւ ավարտենք։ Հիմա նայեք այսօրվա իրականությունը։ Նայեք ձեր պատկերին, ճանաչեք ինքներդ ձեզ։ 8 տարի իշխանություն եք։ Ինչից ինչ եք դարձել։ Դուք ինչ Հայաստան եք ընդունել, ինչ եք հռչակել, ինչի եք վերացել։ Առաջին ծրագրում հռչակածները համեմատեք այսօրվա իրականության հետ, 180 աստիճանով հակառակն եք արել։ Միջանկյալ Նախիջևանի մասին։ Մի առիթով պատմաբան թղթակից անդամ ակադեմիկոսներ վարչապետ Վազգեն Սարգսյանի մոտ են։ Խոսք է դնում Նոյի Արարատ դռան մասին։ Ներկայացից մեկը քաշվելով, բայց պարոն վարչապետ, վարկած կա, որ Նոյը այս Արարատի վրա չի իջել, այլ ավելի խորքերում մի սար կա նրա վրա։ Վազգեն Սարգսյանը ձեր կխում է սեղանին, ու իր ջրային տոնով ասում. Ուրեմն լսեք, գրեք, Նոյը հենց այդ նույն Նոյն է, իջել է հենց այս Արարատի վրա ու առաջինն էլ իջել է Դավանում։ Ուրիշներն իրենց չունեցածն են յուրացնում, դուք մեր եք կասկածում։ Ոնց որ ես հայվանը։ Ասում, բայց հայեր են։ Դուք ադրբեջաներ են։ Այս է իրականի ու ֆեյքի տարբերությունը։ Այսօր գրել եք հավասարակշռված և հավասարակշռման։ Ոնց է ձեզ ինտելեկտով սատկացնում, իր ինտելեկտով Աղվան Վարդանյանը ոնց է ձեզ սատկացնում, բայց ինտելեկտի դեմ դուք անզոր եք։ 8 տարվա ձեր հաշվենշյուրը ավերումն է, կորուստները, կեղծիկը, երեսպաշտությունը, շարունակական զիջումները։ Նոր ծրագիր ներկայացնելուց առաջ քաղաքական պատասխանատվություն պիտի կրեք, այլապես ինչպես արդեն անոնսել եք, նոր ողբերգություններ եք բերելու։ Իրական Հայաստանի ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել, կեղծիկ է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունով։ Այո, ամենաճիշտ բանն Դուք ասում։ իրական հայկական իշխանություն չեք, դուք ֆեյք եք, ոչ հայկական, հակահայկական երանգներով։ Հիմա Տիգրանաշենը, այս գյուղերը ադրբեջանական տարածքներ են։ Քանի դար հակլավների իրավական հիմքերը չէի գտել, Արցախի ռազմական ղեկավարության վեհապարի կողքիներ եք կանգնում, թե ձեր իրավական հիմքերը Հեյդարի տղա Իլհամն ու Փաշազադեն են։ Իրավական հիմք եք ուզում։ Կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ինքնորոշման ճանաչման իրավունքով։ Իրավական հիմք էր Մինսկի խումբը, որ լուզարեցիք Իլհամի պահանջով։ Հեյդարի տղա Իլհամը երբևէ ասել է, որ օկուպացրել է հայ իշխան տարածքը։ Երբեք չի ասելու։ Այլ բաներ ասել է։ Ասել է կապիտուլյացիա եք ստորագրել։ Ասել է երկխոսություն չկա մոնոլոգ է, ինչ ասում եմ անում եմ։
ասել է Զանգեզուրի միջանց, Արևմտյան Ադրբեջան, ասել է տանկերով չեն գալու, այդ անխոչնդոտ մեքենաներով, ասել է գոյչա, ասել է ատոմատայան չի լինելու, ասել է նոր սահմանադրություն, հակադարձեք, քանի քառակուսի կիլոմետր է օկուպացրել, 200, 220, 250, Գորիս Կապան ճանապարհը միանձնյա որոշումով ՊՆ նախարարի ստորագրությամբ հանձնել եք, քանի քառակուսի կիլոմետր է, 500, 600, 700, հաշվեք, թե սա էլ է մտնում Իշխանաստանի ներքին հանդի Ջերմուկի Վարդենիսի նոյեմբերյանի տարածքների մեջ, պատասխանեք, ու քանի դեռ իրական հաշվետվություն չեք տվել, քաղաքական պատասխանատվության չեք ենթարկվել, ձեր բոլոր ծրագրերը փուչ են ու անիմաստ, լեզուն ոսկոր չունի, ժամերով խոսեք, բայց մի ասացվածք էլ կա, վիզ ծռելով նպատակին չեմ ասում, դուք կազմաքանդում եք Հայաստանի Հանրապետությունը, ձեր բերելիք չորրորդ հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ, նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի անինքնություն տարածք է արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա բռնի հետաժողովրդարական ներկայություն եք անխուսափելի հատուցման վերջաբանով։ Ինչ որ կար ժամանակ է ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվալվեք, տաղանդավորական համաժողովներ հրավիրեք, քպական կաստայով ապրեք վայելեք ձեր այսօրը։ Մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Հարգելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է այս երկիրը եւ լավ է ղեկավարել։ Նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է եւ տմարդություն։ Շնորհակալ եմ։ Դու միշտ լավատես ես Էդգար։ Մեսա, երաղվանն է։ Քաղաքական իրավական պատասխանատվության է սպասում։ Դե գիտեք, այդ բառերը շատ առաձգական են, լավատես, իրատես, հոռետես, այսինքն նայած որ դիտանկյունից ես նայում, եթե այդ 3 բառն են ընդհանրապես ներկապնակում, եկեք ես ինձ համարեմ իրատես։ Չէ, եթե այդքան էլ ճիշտ, եթե այդ 3 բառն են իրատես եմ եւ այդ իրականության մեջ իր ողջ ողբերգականությամբ, գահավեժ անկումով հանդերձ ես թույլ տվեք ասել, որ տեսնում եմ նաեւ վերելքի նախադրյալները, հարության, այո, նախադրյալները։ Մեկ-մեկ խոսում ենք, սրա մասն ենք մեկ-մեկ խոսում, ուղղակի ավելի շատ մեր եթերաժամանակը նվիրում ենք բնականաբար առօրեական հարցերին, որոնք ողբերգական են բնույթով։ Բայց այս առումով, հա, լավ, ձուլ ենք, ասենք իրատեսորեն լավատես եմ կամ լավատեսորեն իրատես։ Այլապես ես մեր ամբողջ գործունեությունը իմաստազոր կլիներ, եթե որևէ հույս, իրատեսական նշмарվող հույս անձամբ ես չտեսնեի։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Մնացեք մեզ հետ մի քանի րոպեից ու եթերում կլինենք Երվանդ Բոզոյանի հետ։